Ինչը հիմա դիֆ եմ գրել, եթե հավասար չի սրան, նոր փուշանը։ Ես կրգեզություն հավերն եմ միասնիկ Ինչ դիտ հարցնում? Չէ, պրոստը սերևից մեջնոք յուզարը յուզարը փուշեն անում, հիմա դիֆ եմ արվել, եթե հավասար չի դա բացառյակի, արդեն լրացած եմ է, փուշանը, բայց որ name-ը լրացնես, բայց mail-ը չլրացնես, պրինցիպի էլի փուլ բանկան։ Դե նայ, այդտեղ պետք է արդեն կոպիտացած հասկանանք, որն է մեր համար կարևոր մաքսիմում է դա։ Ասում կոպիտացածը ենթադրենք, օրինակ եմ ասում, նեյմն ամենակարևոր մնացածը չէ։ Չէ, երևի որ սա բան ունի, կարաս միաժամանակներով բանում։ Չէ։ Կանց։ Էլ պարզապես չի recurrent։ Հա, էդի կարաս գրես, որ բոլորը պարտադիր է։ Ես ինչի չեմ ուզում այդ recurrent-ի մասով շատ խորանամ, որտեղ Angular-ը այդ հարցերը սաղ լուծել է։ Նա ուրիշ գործիք ունի հզոր, որը որ այդ ամեն ինչը սաղ կազմակերպում։ Հա, ես դրա համար չեմ ուզում այդ ոչ պարտադիր, ոչ պարտադիր դաշտերի վրա։ Պրոստը դու անսովոր System չունի դեպի ես գնում, ինձ մաքուր ժառասկություն չունի դեպի Որ խորանամ իրականում դենա տարբերությունը, որ ամեն value վեկալելու համար չես էտում հատատ գետերի պայդի անում էլ։ Հա, այդ խորտությունից արդեսակ գալիս է, էլի։ Ոչ, ժամանակ ընթացքում որ դի պարադիկ լրացված է մեր սա պրինցիպի, կարայ ընդեղ սա բերի նազան վազով վերցնում է, հոշում, նա մի չուրի դեպի է, ընդեղ սովոր էին կանում։ Սավալի հարց հազուտ։ Նա վալորը գերից 4 սոպեից կնանա, ծենքնանք մինչև ինքեգր։ Մարդը ասում էր եղբայր, երկու հատ կոմպոնենտ էր ուզում, չէ։ Okay, գնացինք։ Energy generate component, Ես վերջի վերջում գնում եմ կոմպոնենտ է, օրինակ չէ, list, հա, user list կոմպոնենտ է գրել, ոնց որ գրել է։ Ինքը էլի կոմպոնենտը ավելցրել է, պարտադիր չի կոմպոնենտը գրել, կոմպոնենտը ինքը մեզ ավելացնում է։ Հա, որտեղ նայեք գրում եմ user form։ Հա, այդ եմ ասում, ընդեղ որ խնդիր մեջի գրել է user form ինքը արդեն վերջնական անունն է։ Հա, всё, հասկանալի է։ Ինքը չի հրամանը չի էլ ինքը պրոստը վերջնական։ Տղեկ ջան, user form-ն ամեզի պետք, մեկ է ինչ էր user list։ Հա, user list։ User մեջտեղից list, всё։ Գեներացրեցինք։ Մի հատ service ամեզի պետք, այսինքն generate service։ Service-ի մեջի service user։ Պրոստը գրում եմ service/user։ Հա, դες service բառն է ինքը ավտոմատիկ ավելցնել։ Okay, տղեկ ջան, components-ի մեջ երկու հատ կոմպոնենտ ունեմ, user form-ը, user list-ը եւ service-ի մեջ մի հատիկ service ունեմ, user service։ Համաձայն եք։ Okay։ Ուրեմն։ Գնում ենք app component HTML։ Ավելացնում ենք app user form-ը, այսենց դրականում user list։ Տեք, նայեք, երկու հատ հələ եկնատեկի խորանանք, երկու հատ իրար հետ տարբեր կապ չունեցող կոմպոնենտ։ Եթե տղեկ ջան, մենք service չօգտագործենք, կոպիտ ասած միջնորդ անձնավորություն չավելացնենք ու զանգված էինք իր մոտ չպայի, տիկ ընդեից form-ից որ բան փուշանես զանգվածից մեջ, ըստ է չես կարա դու list-ով նկարես, տղեկ չունես դու։ Տարբեր կոմպոնենտներ են, ո՞ս կարաս ընդե ինֆորմացիան բերես այս list-ում նկարի չէ կապել։ Այսինքն քեզ Գուրգեն ջան մարդ էր պետք, ով որ միջնորդ կհանդիսանալ է դեր կոմպոնենտի մեջ։ Էսի կտար նրան, էսի կտար նրան։
Այսինքն կոպիտ ասած այս երկուսը վերջնի իրար հետ չերես սերվիս են կապի մեջ, հա? Հիմի user service-ը Տիգրան հետո կայֆոտ բաներ կա որ պրոստը քանի որ այդ գործիքները չգիտենք ավելի հեշտ է ավելի լավ ու պատկերավոր է user-ի կարևորությունը այս սերվիսի կարևորությունը չէ հետո հազար մի տարբերակներ ունենք այս sense խնդիրներ լուծելու են անգլիարը լավ է դա տղեկ ինքը քեզի հազար տարբերակ է տալ Պրոստը այս դեպքում դե քանի չգիտենք այդ գործիքները ավելի հեշտ է սերվիսի կարևորությունը պատկերացնել էլ որտեղ հենց տղեկ մեր մոտ նստավ այդ սերվիսի կարևորության գաղափարը պիտաներության գաղափարը ինքը всё տղեկ դառնալու անբաժանելի մաս Okay տղեկ ջան հիմա user service-ում պետք է Գուրգեն ջան բանեմ user-ի զանգված ճիշտ է array-ը չէ ու ինտերֆեյսը չունեմ ինտերֆեյսը user folder interfaces չունի Ես միշտ ջնջում եմ new file user get interface get ts գնացի Դիք այդ ինչ error էր մոտդ գցել կարող ես դու կարող ես գիտես ինչն է եղել export user interface bar-ը չի ինտերֆեյսը չես գրա Ես ու անհատ բան եմ անում, ոսկի մի բանի մենյու դավելացման բանը Parkman kanalıydı. Kim aldı böyle şu ilk programı? Yine kan tabii. Okşi kaynak. Söyleyeyim bir sefer var. Es APP komponenti մեջ որ ես ցեցի բան սկզբի։ Հա։ Ես user form-ը բան վեշի տալ գծում եմ։ Import չի արածնում դրա համար գծում մաքսիմում։ Հետո դու մեկ մեր բան ասում, ստեղ առանձին է ասում import արա։ Այդ բանը ստեղ ստորակեդո import-ը ստորակեդո ստեղ կարալ բան։ Բայց ստեղ ասա կոմպոնենտներ առանձին է։ Հա, բայց սա կոմպոնենտները պետք է հատուկ import արել։ Այս կոմպոնենտը իրար կողք է, ստորակեդով գրել է, մեկ անում է։ Բա տարբեր ֆայլերում են, ոչ պետք է։ Մեկ անում չէ, բայց կոմպոնենտ ֆայլի մեջ է։ Components option papk-ն հա, բայց papk-ի տարբեր ֆայլերում են, չէ՞ իրանք։ Առանձին։ Բաղում։ Սա բանը թող։ Չէ, բայնի։ Այն լամբուշկի վրա սխում է, մեկը ջնջում է, մեկը թողում է։ Հա, չէ, չի կարելի իրանց խմբավորել, չէ, իրանք տարբեր ֆայլեր են։ Հա, այս ներքևի import-ի մեջը կարելի է, վերևինը չի կարելի։ Այն ներքևի import-ը որտեղ զանգված է, հենց դրա համար է, թե որտեղից ես բերել, իրան հետաքրքիր չի։ Հասկանալ եմ։ Բալիվետ, Վալերջան, նայ, Վալերջան, ինչ ենք արել, ուրեմն, տնայինը նայել ես։ Գիտեմ, որ քննություններ, Վալերջան, գոնե գիտես ինչ պետք է անենք։ Հա, Okay, Վալերջան, դե արի հեսա ինչ անենք, դիպչան։ Արի մետ արագ Վալերին ասենք ինչ ենք արել ու անցնենք, հա։ Վալերջան, երկու հատիկ կոմպոնենտ եմ սարքել ընդամենը, user list-ը ու user form-ը։ Ահա, մի հատիկ interface եմ սարքել user interface, մի հատ էլ service եմ սարքել user service, հələ ուրիշ բան չունեմ արել։ Մեկի APP-ում բերել եմ երկուսն է կպցրել եմ, համ user form-ը, համ user list-ը։ Всё, import-ներում ավելցրել եմ user form ու user list կոմպոնենտները, всё։ Գնացինք interface-ը ավելցրել ենք, տվեք, name-ը իմ մոտ string-ը։ Բայ, Վալերջան, բայ։ Ողջույն դեմ։ Հա, Վալերջան, էս էր, էս երկու կոմպոնենտներ։ Okay։ Service-ը ունենք, հələ բայց կիսա տա։ Name-ը string, age-ը, հա։ Number, email-ը, Okay։ Դեռ գրում եմ, որ user-ը զանգված է, տղեկ ջան, user interface-ով, չէ՞։ Որը նախնական հավասար է դատարկ զանգված։ Ինչ կասեք տղեկ։ Okay, այսինքն առաջարկում ես Վալերջան ունենանք մի հատ public method, որը կծառայի add user անելու համար, ճիշտ է։ Ոչ մի բան հետ չի վերադարձնելու։ Հա, բան չի վերադարձնելու։ Ինչ է ստանալու։ User
user interface Sense մի հատ օբյեկտ է, չէ՞ ստանալու տղեկ։ Եկեք հələ որ ստեղ պրոստը գրեմ console log user, որտեղ տղեկ մենակ push չենք անելու, ստուգելու ենք նոր push անենք, հա։ Բարձավ ալրջան։ Всё, այս մեթոդը okay։ Տղեկ ուրեմն եկեք form-ից սկսենք, հա։ Նայեք, հիմա հələ որ կոպիտ ասած շատ տակլոր վիճակ ա մեր բանում մոտ, որտեղ ոչ form-ն ա լրացած, ոչ մի կողտեղ կոդ գրած չունենք նորմալ է։ Հələ որ ինչ ենք արել տղեկ ջան, մի հատ ինտերֆեյս ենք սարքել, առանցնելուց մի հատ ինտերֆեյսն ա, մի հատ է user-ի սերվիսի մեջ զանգված սարքել։ Դու գալու է։ Գնացինք տղեկ ջան։ Ուրեմն div class-ը form կամ id form вообще կապ չունի։ Ներսում 3 հատ input։ Տղեկ հիշում եք, չէ՞, եթե type-ը չտակ string text կներեք։ Եթե type-ը չտակ text ինքը մեգա default-ով text է, բայց գեղեցիկ է, էլի տանք իմանանք ինչի մասին է խոսքը։ Name-ն է կարա տալ, տղեկ, ես ձեր համար name-ը օրինակի համար, տվեք գոնե դուք կիմանաք հետո ինչի համար, այստեղ name-ն էր, չէ՞ հենց։ Երկրորդ input-ը age-ն էր, չէ՞, տարիքն էր։ Okay։ Էսի number-ը արդեն, չէ՞։ Name-ը տանք age։ Երրորդը email-ի մասին էր խոսքը, տղեկ, type-ը հենց եկեք գրեմ email։ Ես վերջում կոդը որ կա, չնի Type-ը կա, բայց ոչ մի օգուտ չկա։ Հայր եմ ասում, ես որ ես գրեմ type-ը email, դաշնիկով վերջիկը դուրս է տա։ Դե, քար չկա դրանից, տղեկ ջան։ Պրոստը գրագետ ազուտ, ուրիշ բան չկա, հա։ Okay, Բալոջ ջան, ինչ էիր ասում, ձենդ մի քիչ լավ չէ լսվում։ Տղեկ ինչա պետք մեզի ng մոդուլը, ճիշտ է։ Բալոջ ջան, որտեղ ng մոդուլն է, որ հնարավորություն էր տալի երկկողմանի կապ ստեղծենք, չէ՞ տիկ, կոմպոնենտի եւ HTML-ի մեջ։ Այո։ Եկեք դե ոնց էր կոչվում, տղեկ։ Forms module։ Okay, համաձայն եմ։ Չէ՞ Բալոջ ջան։ Ես տղեկ նայեք ինչ եմ անում, տղեկ ջան։ Երբ որ ես գրում եմ forms module, միանգամից enter սխմեք։ Նայ, ասպոտ ձեր ներկայացած վերև ես պահում enter-ն ես սխմում, էլ։ Ավտոմատ անում։ Ես համ մի հատ ընդեր եմ գրում, մի հատ վերև եմ գրում։ Դաժե որ այսօր ջնջի այն բանը նոդ մոդուլը Չէ, որ ավտոմատ չառաջարկեր Տուրգեն ջան, հաջորդ օրը ծրագրավորում չի անել։ Աստծալը չէ։ Մոդուլը որ ջնջի տնային եղել գեցի, հետո հետ քաշել նոդ մոդուլը հետ, այդ դրա ng մոդելը տակ գծում է։ Հետա կարա չջոգի ինչա կատարում, դա նորմալ։ Տակ եկ հետո Հագեցի բացի, դոշտի դառա։ Տակ ես գծելուն, շատ ուշադրություն մի դարձրեք։ Երբեմն ձեր ռեդակտորները ապուշանում են, ու չեն հասկանում ինչա կատարում։ Էդի պետք է մտնես ռեդակտորների настройки մեջ սա դզես, որ սա կայֆոտ է դեռ։ Կարևորը դուք նայեք Angular-ի տերմինալին, տակ Angular-ի տերմինալն է ձեր միակ կոպիտ ասած խնդիր եթե եղավ Angular-ի տերմինալից եք իմանալու, տակ հաստատ էս տակի գծածով չի, որ դուք պետք է իմանաք խնդիր ունեք թե չէ, էլի։ Okay։ Հա, հələ սպասի, քանի ասում պետք է բռնես ճագորդագից ցկես։ Ինտերֆեյսի համար է։ Հələ պետք է բան Ջնջի։ Որտեղ եղել է մի անգամ ես սա ջնջել եմ, մի կերպ չէի ջնջել, ասում եք Դե չէ ջնջես։ Այ որտեղ եք ես գամի գալիս, ու ամեն անգամ սա ջնջում եմ թազում սա։ Ես գնաց միջին նրանից մի հատ բան ստոպ Ահա, ստայք ջան, forms մոդուլը ունենք, Վալեր ջան ունենք։ Ահա, էսի չի տվեք մեր user list-ը դատարկ է տվեք, հələ որ ես չեմ օգտագործել, այս կոմպոնենտը ոչ մի լոգիկա չունեմ գրած։ Okay, մի հատ save button-ը, չէ՞ մեզի պետք է ձենը չեք հանում, ահա։
Հա, չեմ լսել։ Kelly Всё, save, просто չէ։ Հեսա կհասկանանք save-ը ինչ անելու էլի, որպես այդպեսի։ User form-ի մեջ գալիս ենք, տղեկ գրում ենք ինչ-որ save, որը void method-ա, router out Էդի չկարաս չնջես հիմա։ Հետո կասեմ, էլի էդի ուրիշ բանի ունեմ։ Նայեք, տղեկ ջան, save method ունեմ, Վալեր ջան, ինձ թվում է ստեղ իմ սերվիսը ինձ հաստատ պետք է գալու։ Կարող եմ մի անգամից import անեմ։ Չէ՞։ Եկեք գրենք, տղեկ ջան։ Private user service, որը որ պետք է լինի user service։ Սրանով իսկ այս մի տողով Գուրգեն ջան, հիշում ես չէ, որ էսի մի երկար տող էր, Angular-ը մեր փոխանը սաղ սիրուն անում էր։ Okay, user service-ը ունենք։ Հələ որ ինձի պետք չի տղեկ։ Թող մնաս։ Որտեղ մինչև այդ ամեն ինչը, տղեկ ջան, ես պետք է գամ input-ներից հատ առ հատ TS-ի մեջ user form-ի մեջ Ախ, այստեղ մի հատ user object պետք է սարք։ user object, որը Սենց։ Չէ, Վալեր ջան։ user-ի պարարը Ասում եմ չունես ախպեր, տվել ես որ սաղ պարտադիրը object-ը դատարկ է։ Name-ը դատարկ տանք Վալեր ջան, սաղ, չէ, age-ը կարանք էլի տանք, անվիթվան, կամ ապշ չէ յուրսին։ Նալտանք, հեսա կասեմ ինչի։ User interface-ում տղեկ կլնի, եթե գանք ասենք, number-ը կամ նալ։ Չէ Վալեր ջան։ Ինչ Վալեր ջան։ Կարանքը տենց էլ անենք, բայց ավելի գրագետ է, երբ որ ասում ես կամ էսա կամ էսա։ Էս պարագան։ Ինչ անենք դեք։ Ստեղ։ Դե նայ, ես իստե ինտերֆեյս եմ տվել, ես էլ չեմ կարա կպտում։ Հա, всё, դիք ջան, ես Պարտադիր ինտերֆեյս պետք է լինի, հա։ Բայց նայեք, տղեկ ջան, Վալերի ասածով է կարանք անենք, որ սա կարա լինի հարցական։ Պրոստը Վալեր ջան, կամ նալով ավելի պարզ է դեպքը էլի։ Կարանք սենց հարցականով անենք, կարամ սենց արդեն էլ age-ը չտանք։ Age-ը չէ, ինչի ենք այտենց անում Գուրգեն ջան, ասեմ, որտեվ age-ը հիմի ես 0 պետք է տայ, ինձ դուր չի գալի, որ ես հետում եմ input-ում արդեն գրած է 0։ Հա, տեսա այդ բանը, բայց որ դի input-ս դատարկ կլներ էլի։ Age-ը չտվի տղեկ ջան, email-ն էլ թող դատարկ չա կերտանի, всё։ Գնացինք for։ Ինչ ենք ասելու, քարակսի փակագծերը տրինք, կլորները տրինք, engine model-ը կրինք։ Հավասարա user-ի get name-ի։ Էսի մեկ, այ ասպետ, գնացինք։ Age-ով, էսի չէ Գուրգեն ջան։ Էս էլ email-ով, ինչ արեցի ստեղ տղեկ։ Ուսուք Angular-ին հասկացրեցի, որ ես input-ները կպած են մեր այդ անտեր object-ին։ Ու Interface-ը չի ստարել։ Կլասը user form։ Հավասար list։ Ես հավասարը չէի դրել։ Okay, գնացինք տղեկ։
Ոնց ստուգենք, save-ի վաղ, կանք պրոստը կոնսոլ լոգ անենք, մի հատ էս մեր user object-ը, չէ, Valor ջան, մի հատ հասկանանք ինչ կա մեջ, էլի։ Get user։ Save-ը սխտի։ Object-ը պահել է։ Going, active ունենք, չունենք։ Okay։ Մի անգամից կանչենք, տղեկ ջան, this user service-ի, չէ։ Add user-ը, որ ինք փոխանցենք մեր DC user-ը։ Dave, go, ձերն պա։ Տոշնյակ։ Չէ։ Ինչու։ Ահա։ Հիմա արի դրա համար գնանք ստուգենք։ Եթե user-ին դատարկել նկատի ունես ընդեղ դատարկեմ ավելացնելուց հետո։ Էսիկ push արեցի, չէ՞։ Չեմ արել ստեղ push։ Չէ, աստեղ push պետք է անես, կամ այստեղ դատարկել։ Ինչի։ Վստահ ես, որ ճիշտ է արդեն։ Նայեք, դայ։ Այս մարդը կարող է դատարկ ասա դուրացի, այսինքն բան չի արել։ Այսինքն save-ը սխալ։ Որտեղ ստուգենք այդ։ Բանի մեջ, սերվիսի մեջ։ Հա, ճիշտ ես ասում, բայց ինձ մնա, տղեկ, ես այս գործը կթողեմ սերվիսին, բայց ասեմ ինչա կատարվելու։ Եթե տղեկ, այս օբյեկտը ստեղա չէ գտնվում։ Դատարկելուց ստե պետք է դատարկես, չէ։ Չնայած ռեֆերենսը այս կանամ ընդեղից է դատարկել։ Ուրեմն եկեք այդքան add user valor ջը։ Ընդեղ դերի, if եթե user get name-ը դատարկ չի, նոր push ա։ Եթե user-ի get age-ը կա, give user-ի get email-ը կա, չէ՞ տղեկ, give user-ի get Դու դե դատարկ չագերտ ես դրել, դատարկ չագերտը արդեն կա։ Դատարկ չագերտը JavaScript-ի տեսանկյունից համարվում է false։ Բա որտե՞ղ ստուգենք դիք։ Էս է հետո մտնի։ Դե ինձ դե ուզում եմ որ իմ կոմպոնենտը բանից բեխաբար լինի դիք չէ։ Հա? Կա սերվիսը, սա սերվիսը անի ինքը իր համար լրացնի էլի։ Կարանք տենց էլ անենք։ Քրիտիկական բան չի լինի։ Հա։ Ես պրոստը սա գործը թողել եմ սերվիսի վրա։ Եթե ասում եմ ախպեր ջան, սա կա, այդ վաղ նոր թող գա DC user-ի մեջ տղեկ ջան, push անի, այս մեր user։ Որից հետո ես իրավունք կունենամ, տղեկ ջան, user-ը դատարկել։ Չէ՞։ Այսինքն, կերեմ DC, կներեք։ User-ի age-ը հավասար է դատարկ, ենի հավաս կամ 0 բան, սխալ է ստացվում տղեկ։ Ընդեղ ուրիշը դատարկ ես, Աջա։ ընդեղ պետք է դատարկ ես։ Ընդեղ էլ չեմ կարող ստուգեմ։ Ակշուտ ուզում եմ սերվիսը ստուգի։ Սերվիսը ստուգում է։ Ոնց եմ դե հասկացնեմ, որ արդեն օքեյ է կարած ջնջես։ Երբ որ push արա, թող push-ի տակ բերի, թող ջնջի։ Չէ, նայ, push անողը սերվիսի մեթոդն է։ Հա։ Սերվիսի մեթոդը։ Հետո ոնց է նորից հետ հասկացնելու այն մի ֆունկցիային, որ պետք է բան անես, մաքրես սա։ Այո։ Ես ասեմ։ Հա։ Դե push անո, push-ից հետո DC get user-ը մաքրում։ Իսկ որտեղ է։ Էսի user component-ի մեջ Ինչքան եմ վստահ, որ push-ը տեղի է։ Կներես, հա, նայ, Չէ, նայ, ուրիշ բան է ցույց տալիս, նայ, հա։ Մի լրացրու, սա այսինքն, մի դու տվել ես սա հենց, չէ։ Որտեղ ընդեղ բան խոսել։ Ինչա կատարվել Գուրգեն ջան։ Հենց դեռ արի, ուրեմն եղել է։ Չէ, նայ, խնդիրը հետևյալի մեջ է, նայեք տա։ Add user-ի ժամանակ դու ստուգում ունես, չէ։
Ստուգումների մեջ գրել ես, որ սաղ պետք է պարտադիր լինեն, չէ՞ տղեկ։ Հələ ուշադիր նայ։ Հակառակ դեպքում ալերտ տամ, էլի։ Հա։ Գուրգեն ջան, դու SLC դեպքում ջնջում ես լրիվ։ Actually դու միշտ ջնջում ես։ Բայց արդյոք վստահ ես, որ այդ մարդը սխալ չի թույլ տվել այդտեղ։ Այսինքն նայ դու բերում ես այստեղ, այստեղ։ Պելամուտակից գրում ես this user-ը հավասար է դատարկ, չէ՞։ Բա որ add user-ը push չի արել։ Այսինքն չի աշխատել push-ը։ Չի աշխատել, հա, դատարկ է։ Բայց չես մարդու գրածը դատարկում, մեյլը մարդու միամիտ բացա, թող է սաղ լրաստվածը դատարկում ես։ Չէ, չի կարելի դից։ Պետք է տղեկ ջան, պետք է մինչև սաղ լրացված, օքեյ, ես երկուսը լրացրել եմ, տղեկ։ Ես save սխմեմ, չպետք է հոյ լրացվածը ջնջի, օրինակ ստե պետք է գրել, որ email-ը դատարկ է, խոսքի։ Ես սա է լրացնեմ, Գուրգեն ջան։ Save սխմեմ, նոր ինքը պետք է add-անի ու դատարկ։ Հա? Այսինքն ես տղեկ, եկեք մի հատ ուրիշ սիրուն ձև առաջարկեմ, հա? Եկեք սերվիզում ունենանք առանձին ֆունկցիա, տղեկ, ով որ պատասխանատու է ստուգում կատարելու համար։ Այսինքն add user-ից առաջ տղեկ ջան, մի հատ ֆունկցիա ունենանք, որը որ ասում է check user, check-ը ստուգելն է, հա? Դիք ինչ պետք է վերադարձնի այս ֆունկցիան, या true, या false։ Վալեր ջան, ստուգող ֆունկցիան ախպեր, passport control-ն է։ Էսի այս պայմանը որ գրել եմ, էստեղ տղեկ, այս, վերնամ ստեղ։ Պրոստը push-push-ի հետ ինքը գործ չունի տղեկ ջան, या return անում true, հակառակ դեպքում է false, չէ՞ Վալեր։ Լավ չի։ Գուրգեն ջան, ինչ անում check user ֆունկցիան։ Ստուգում է արդյոք քո տված օբյեկտը ճիշտ է, թե չէ։ Okay։ Այս մարդը հասարակ how չէի անում, հա։ Տղեկ ջան, այս ամեն ինչը կարճ գրելու համար կարելի էր անել ուղղակի հետևյալը։ Այսի return անել ուղղակի։ Ինչ ուզում։ Չի հասկանում, դեմ է այս երկու հատ նշան։ Տղեկ, էսի, այս նշանը, յուրաքանչյուր բան սարքում է true կամ false։ Ես պետք է որ ասացել եմ դա։ Մի հատ նշանով ես ասում։ Մի հատ նշան ուղղակի հակադարձում է նշանը։ Տղեկ ջան, երկու հատ այս նշանը, լյուբոյ բան սարքում է true կամ false, օրինակ եմ ասում։ Եթե այս երկու հատ նշանից դնեմ դատարկ զանգվածի դեմը, ասելու է true։ Օբյեկտի դեմը ասելու է true։ Տղեկ ջան, 8 թվի դեմը դնեմ էսի դառնալու է true։ Հա? 0 դնեմ այստեղ, այստեղ, ասելու է false։ Հա? Կոպիտ եմ ասում, տղեկ, սարքում է բուլյան, պրոստը։ Okay, հեմի, տղեկ ջան, եթե սաղ լրացրած եղավ, այս նշանն էլ դեմը, եթե սաղ լրացրած եղավ, true է դառնալու էսի։ Եթե չէ false, պարզ է, դեպ թողեմ են ինգրածով։ Չէ, սովորեք, ոչ։ Այս նշանը տղեկ ջան, պրոստը հիշեք, որ սարքում է բուլյան յուրաքանչյուր բան, հա? Okay։ Check user-ով պետք է անի տիկ։ Save-ի վաղ, ինչ-որ մեկը պետք է հարցնի։ Ասի DC, չէ, այս ես տղեկ։ Նայ, Վալեր ջան, լոգիկաները, գրեմ եմ սերվիզում։ Գուրգեն ջան, կանչողը կոմպոնենտս։ Հա, user service, check user, չէ, DC user-ը կանք, վսյա։ Եթե եղա, չէ Գուրգեն ջան, նոր կարամ add user-ը կանչել։ Չէ Վալեր ջան, սենց ճիշտ չի։ Add user-ի մեջից տղեկ կարամ արդեն ես պայմանը ստուգեմ, ջնջեմ։ Չէ։ Տղեկ ջան, քանի որ ընդեղ ես արդեն ստուգում եմ, ես այստեղ կարամ Վալեր ջան ուղարկի կանչեմ DC user-ը, get push։ Նայ Գուրգեն ջան, կիսեցի ուղարկի այս ֆունկցիան, հա։ Լոգիկայի կեսը տվեց ինչ-որ ուրիշ մեթոդի, push անելու հատվածը իրան թողեցի, հա։ Այսինքն, տղեկ ջան, դուք ունեք մի քանի հատ մեթոդ, որոնք ուղղակի կոպիտ ասած կանչում են կոմպոնենտի կողմից։
Կոմպոնենտը նախ պետք է ստուգի, արդյոք այդ տված օբյեկտը ճիշտ է թե չէ։ Ինչ անում տիկ, նախ կանչում է if-ի մեջ, սերվիզը, check user, հա? Գուրգեն ջան, ինչի եմ ես if-ի փակագծերի մեջ գրել ֆունկցիա։ Ձեզ ես մասը ոչինչ արտարոց բան չի ասում։ If-ի փակագծերի մեջ կանչած է ֆունկցիա։ Դեռ ջան, այս ֆունկցիան սենց եմ գրել, որտեղ ինքը վերադարձնում է կամ true կամ false, value։ Այդ նույնն է, որ պատահական ապուշ ֆունկցիա փոփոխական գրեի տիկ։ Այսինքն գրեի կոպիտ եմ ասում, constant, valid, հավասար է ու սենց։ Հա, լրիվ նույն բանն է։ Okay, check user-ը արեցի, add user-ը արի, տղեկ ջան, եկեք add user-ի մեջ, add user-ի չէ, սենց ենք անում։ Հենց այս if-ի մեջ մտավ տղեկ, սենց հարցս տամ, եթե այս if-ի մեջ ամտե, ուրեմն user-ը արդեն normal save է եղել, չէ։ Կարամ տղեկ ջան, այսի արդեն նորից անեմ, որ դատարկեմ նորից, էլի։ Հա։ Սենց էլի։ Ինչ է բանում տղեկ ջան, եթե ամեն ինչ օքեյ է, check եմ արել։ Եթե ամեն ինչ օքեյ է, add եմ անում զանգվածի մեջ, որը գտնում է Վալեր ջան, որտեղ սերվիզում։ Որից հետո DC user-ին վերագրում եմ նույն ձևի դատարկ օբյեկտ, օքեյ։ Ասի նայեք ինչի համար, դա կիկնատ է այս ստեղ։ Տղեկ ոնց չեք ճոգում, հələ ասեք հասկանալ։ Տիկ ճոգել ենք։ Դալր ճոգել ենք։ Նայեք։ Եթե ես էսի մի հատը լրացնեմ, տիկ եթե ես հələ չեմ լրացրել սա, save եմ ծախում, դու իրավունք չունես իմ սաղ տվյալները ջնջես, դու պրոստո պետք է զգուշացնես, որ ինչ-որ խնդիր ունեմ, else-ի մեջ մտցնես, չէ՞։ Եթե տղեկ ջան ամեն ինչ օքեյ է ներ, այսինքն check user-ը ասել օքեյ է աղբյուր, check user-ը Վալեր ջան նորից եմ հիշեցնում, վերադասում ես true կամ false, true էր վերադասում ենք այն պարագայում, եթե ձեր սաղ տվյալները կան։ Okay, եթե ես մարդը ասում է true, այդ նշանակում է սաղ օքեյ է։ Կարամ push անեմ հանգիստ տղեկ։ Push անելուց հետո կարամ input-ները դատարկեմ, որտեղ արդեն push է եղել, պետք չի ինձ։ Всё, այմա ջնջեց սա, չէ՞ Գուրգեն ջան։ Բայց տղեկ։ Ինձ ես մասը դուր չեկա, որ այս նույնը, այս նույն օբյեկտից երկու անգամ գրեցի։ Չնայած լավ էլ էսի չեմ խորանում, դա թող մնա ոչ ավելի չբարձր։ Այս բասը օքեյ է տղեկ։ Այստեղ եկեք գրենք լրացրեք բոլոր դաշտերը, չէ՞։ Okay։ Դա չեմ ասի։ Կա Angular-ը հատուկ դրա համար ուրիշ գործիք ունի։ Հաթած սաղի, էլ ավտոմատ սաղանում էլ պետք չի դու հաթած սաղ գրես, հա։ Դրա համար չեմ ուզում вообще даже խորանամ այդ մասը։ Ինքը սա հատիկ բանան, ավտոմատ սաղ սարքում է, էլի։ Okay։ Արմանը ձեզի form builder-ով է ասել։ Չէ։ Form control բան, դες բաներ աս, չէ, օքեյ։ Okay։ Հա չէ, ուզում եմ ասել մարդը կարող ասած է։ Okay։ Հիմա նայեք, տղեկ ջան։ Եթե այս մասը հասկացել ենք, անցնեմ առաջ։ Okay։ Նկարելու, ցույց տալու, ֆորմից ինֆորմացիան հավաքելու կտորից պրծանք տղեկ։ Պրծանք, չէ՞ Վալեր ջան։ Ինչ լրացնում ես, եղբայր, մի հատ այս մարդը ստուգում է, եթե չի, ասում է լրացրու բոլոր դաշտերը։ Եթե լրացնում ես ամեն ինչ մարդավարի, այս մարդը սիրուն տանում փոշանում զանգվածի մեջ, բայց այդ զանգվածը այս պահի դրությամբ դեռ ոչ միտեղ չի օգտագործվում։ Ով ունի հնարավորություն զանգվածը օգտագործելու։ Չէ, ֆրագմենտը մոռացել եմ։ Մենակ սերվիզը ունի, չէ՞ Գուրգեն ջան։ Սերվիզս root-ա, չէ՞, այդ նշանակում է, որ ինքը բոլորի համար մի հատ է։ Լավ։ Գնամ տղեկ ջան, user list component, ինչ կասեք։ Գերեմ users-ը էլի, զանգվածա Վալեր ջան։ List component, user interface։
Դատարկ զանգված։ Կոնստրուկտորի մեջ գրում եմ private, էլի user service, user service, DC user service-ը ճիշտ է Գուրգեն ջան, հավասար է DC user service, կետ, այլ կետից հետո չունենք Վալեր ջան։ Գնանք service ու սարքենք մի հատ public method, որը որ կվերադարձնի ինձ get users, որը որ զանգված է լինելու user interface-ներով լի, չէ՞։ Return անելու DC get users-ը, չէ՞ Վալեր ջան։ Ահա, էս է ձեր get users ֆունկցիան։ Գնացինք այստեղ։ User service get users։ Ինչ արեցի այստեղ։ Ուղղակի user list component-ին խնդրեցի, որպեսզի նա գնա service-ին, խնդրի զանգվածը տա, քանի որ զանգվածները տղեկ ջան աշխատում են հղումային տարբերակով, ես ունեմ գիարժեք ու պլյամոյի կապ այս անտեր զանգվածին, ինչի։ Եթե տիկ զանգվածի մեջ դու բան փուշ անես, էս էլ է իմանալու, որտեղ հղումային է։ Սերվիզն է, չէ՞ պահում։ Էրի սերվիզի մեջ փուշ անում, չերես սերվիզ փուշ անում այդ նույն զանգվածի մեջ։ Էսի չերես այդ նույն սերվիզ, կարդացել եմ մի անգամ տղեկ։ Okay, Վալեր ջան, այսինքն այս երկու կոմպոնենտներ է տղեկ փաստացի։ Իրարից բեխաբար, Գուրգեն ջան։ Իրար հետ կապված է։ Հավերժական մեծ սիրո։ Հիմա նայեք, գնացինք div item, կարևոր չի div for, չէ՞։ For let's չկար ստեղ, չէ՞, for user of users track-ը user-ի get image։ Որ բանը ստանում, ոչ է, այդ process-ը դեն քանը որ կա, շփվում է։ Իսկ անգամ index-ն բերում է։ Այստեղ ես չեմ գրում դրա համար այդպես բան։ Բերում եմ, ես քեզ բեջ։ Հա։ Անգամ բայց այս դեմն եմ դրել նորմալ չի։ Կապ չունի, okay, նորմալ։ Հա։ Հետագայում որտեղ մենակ ID-ն եք տալու տղեկ ըստ հիշի։ Okay։ Ну, բնականաբար կարող է դեռ ինչ-որ տարբերվող դեպքեր, բայց ամեն դեպքում։ Եվ այսպես։ Այս ամենը զորական դեպք է դրանք կստանան։ Անել։ User check-ը։ Չէ, լավ եք արել, տղեկ, պրոստը ես այստեղ էլ ձեր ժամանակը անիմաստ բան չանելու համար։ Ժամանակի բան է, պայթը չի գալու։ Լավ ես անում, բա մի նշանեք, բա դու քո արես գործից պետք է արես։ Մի զանգվածը դատարկա Գուրգեն ջան, բան չի նկարում։ Գնանք լրացնենք։ Այս երկրորդ անգամ եմ անցել։ Չէ, տղեկ, ես չէր։ Ուրիշ բաներ ուզում ստեղ։ Այս տնայինի տղեկ ջան, միակ գաղափարն էր, որ engine մոդելի հետ աշխատեինք ու հենց անենք, որ երկու կոմպոնենտ իրար հետ սերվիսի միջոցով կապի մեջ գտնվեն։ Հա? Այսինքն մենք գիտենք արդեն որ կարելի է չերես սերվիս առանց հատուկ ինչ-որ մեկը մյուսին նիշմար տալու կամ եսի միջի։ Okay. Որից օգտվի մի կոմպոնենտ։ Մյուսը չօգտվի դրանից։ Այսինքն, դեր սարքի առանձին կոմպոնենտ, սերվիս ուրեմն։ Պրոստը դու լիքը մեթոդներ կան մեջը, որը դիրեկտ են անում ինքանին է, բայց մի քանի բան կա, մի հատ բան, երկու հատ բան, իքա կոմպոնենտի մեջ է դրես առանձին, թե դի սերվիս է։ Սերվիս սարքի։ Սերվիսը սերվիսից կարա ժառանգի։ Դու կարաս մի հատ սերվիս սարքես, այդ սերվիսը գրես 4 հատ են հիմնականը, որը որ բոլորը պետք է ունենա։ Մի հատ է առանձին, որը որ կժառանգի է դրանից ու կավելացնի իրանը, որը որ այն մյուսը չպետք է ունենա։ Okay։ Բայց դրան կանգնեմ։ Okay, տղեկ ջան։ Այս մասը բարձր, Վալեր ջան, հարց չունես։ Հաստատ։
Okay. Լավ։ Okay, տղեկ։ Տեսել եմ գրեսությունը կանեմ եւ սրանք կջնջեմ, ինձ սրանք պետք չէ։ Այսօր ժամանակն է, որպեսզի մենք ուսումնասիրենք նոր թեմա։ Դա գենջի մոդելը չոտքի ջոգել եմ, չէ՞։ Հավայի զազեշկա չնենք, եթե ջոգել եմ, հա։ Okay. Ադե ինչ դիլավ սպանում ես։ Բանը։ Հազ որ ջոգել եք շատ ավելի լավ։ Տղեկ ջան, user մոդելը չեմ ասի, որ շատ եք կիրառելու, բայց երբեմն պետք է գալի ու պարտավոր ենք իմանալ ng մոդելը ոնց է աշխատում, ng մոդելի միջոցով ինչ կարելի անել, հա, բայց հետագայում անցնելու ենք ng մոդելի ավելի արդեն զարգացած կրոտնի մի հատ լուրջ տարբերակ ֆորմերի համար։ Հա, օրինակ ng մոդելը տղեկ ջան, հարմար է, երբ որ մի հատ input է կամ այտենց ստուգում եսի միշտ պետք չի Վալեր ջան, բայց եթե արդեն նորմալ ֆորմ ապրես պետք է քեզ Գուգեն ջան, որ ստուգումներ անես, տակը սիրուն էրորները ցույց տաս, փոխում են որ սա ծուցել ուրիշ կա չկա վրենում են ասել, դեռ բան հավաքես, դրա համար ուժը մեկ ուժը գործի կա։ Okay։ Հենաց։ Չէ, զուտ դեպք կա, Գուրգեն ջան, պետք է հասկանաս որ դեպքում որով դա գործի։ Էլի բանա, իսկան դեր։ Ամեն այաբես, ֆլեքսի պես, ամեն պատի առիթով չես կարողանա անես բերես գցես մեյդանել։ Okay։ Okay։ ng մոդելը տղեկ ջան, շատ պարզ դեպքերում կարելի է շատ հանգիստ բերել ու կիրառել մեր մի հատ input-ա, երկու հատ input-ա ստուգում պետք չի, բան իդեալական է, հա։ Այդ նրա մասին հետո կանցնենք։ Արագ սովորեմ, որ ձեզի սովորացնեմ։ Հա, շուտ սովորեմ։ Տղեկ ջան, իմ ամենասիրած թեմաներից մեկն է, ասեմ ինչի, անգուլյարը չէր լինի անգուլյար, եթե չունենար այս ամեն ինչը, այս թեման, այս գործիքը, ու ոչ բան, ես ձեզ գաղթիկով ասեմ, որ React-ը բան, այդ Vue.js կարող է լսած ըմբեք, մի խոսքով գրեթե front-ի տղեկ ջան, լյուբոյ framework, հա, լյուբոյ գրադարան framework, այս հասկացողությունը ունի։ Տղեկ ու ընդհանրապես, ինչ ես ձեզի սովորացնում եմ անգուլյարի շրջանակներում, իրա լավը որն է, որ տղեկ սրանից հետո ուզեք գնացեք բան սովորեք, React սովորեք, ուզում եք ինչ ուզում եք սովորեք։ Այսինքն անգուլյարի այս գաղափարները սովորելուց հետո լյուբոյ ուրիշ բան սովորելը, այսպես մենք փոքր բան է դա։ Հա, որտեղ երբ որ դու գիտես ինչա սերվիսը, երբ որ դու գիտես ինչա այս թազա թեման օրինակ, երբ որ դու գիտես ոնց կարելի է սերվիս կոմպոնենտ հասկացողությունը դու գիտես ինչա իրար կապել հասկացողությունը ֆրեյմվորքի կայֆերից օգտվելն ես դու սովորում, տղեկ հավատացեք вообще разница չկա թե դու ինչ ես անում։ Էսի թեմա է ընդհանուր, անունը life cycle-ն է տղեկ։ Life cycle, հա, կյանքի ցիկլեր։ Կյանքի ցիկլեր, ասեմ ինչի համար է այս կյանքի ցիկլերը, եկեք թվում չի երկար բալակ խոսամ, հետո ճիշտ է, երբ սկսես բանոց, տղեկ իմանայք։ Երբ է, մի օր խոսացել եք։ Ես դժվար։ Կարող հարման նախաբան տվել, հա։ Նայեք, cycle, ցիկլ։ Հա, պրոստը ցիկլ բառ, life ցիկլներ։ Ինչի մասին է խոսում տղեկ։ Life cycle հասկացողություն։ Տղեկ, այս տերմինոլոգիան կամաց փորձեք հիշեք, օրինակ հիմա ես որ ասեմ Վալեր ջան, դեկորատորը որն է, ինչ կպատասխանես։ Որն է դեկորատորն է ասեք ինձ։ Դեկորատորի անուն տվեք մի հատ։ Բայ դեկորատոր։ Անգուլյարի դեկորատորներից։ Կոմպոնենտը։ Շնիկ կոմպոնենտը դեկորատոր է։ Շնիկ սերվիսի վերևը շնիկ սերվիս էր գրվում տվեք։ Չէ։ Բա։ Վառոցի ինչի մեջ էր գրում։ Injectable տվեք։ Շնիկ injectable։ Հա, Վալեր ջան, սերվիսի մեջ գրվում է շնիկ injectable։ Շփոթեք հանկարծ։
Հարցազրույցի հարցը։ Հարցում է, ինչ է գրվում սերվիսի վերևը։ Որ հանկարծ շփոթվիր ասիր դեկորատոր սերվիս, մի անգամից կասեն всё, пока։ Գնա։ Հա, դրանք դեկորատորներ են կոչվում, Վալեր ջան։ Ինչի, որտեղ ինքը դեկորատիվ է։ Կոմպոնենտ է գրվում։ Կոմպոնենտի մեջ կոմպոնենտ է գրվում։ Սերվիսի մեջ սերվիս չի գրվում։ Հա, Injectable, հա, սրսկվող, հա, sense injectable։ Վալեր ջան, դեկորատորը, որտեղ դեկորատիվ բնույթ է գրում ես։ JavaScript-ում շնիկ կոմպոնենտ հասկացողություն չկա։ Շնիկ, բայց այդ եմ ասում, էլի դեկորատորը դուք եք գրել դեկորատորը։ Էդի բառը որ պետք է իմանան, Գուրգեն ջան, որպես բառ ոչ միտեղ չկա։ Հա, ես ասում, ես դեկորատոր արդյոք կա։ Չէ։ Էդի մեր մասնագիտական տերմին է, ուղղակի որ մենք պետք է իմանանք։ Հա? Կոմպոնենտը դեկորացիա Եվ շնիկ կոմպոնենտը, եւ շնիկ injectable-ը դրանք դեկորատորներ են, հա? Դեկորացիաներ են, այսպես ասած։ Ահա։ Չէ, հատուկ գնաց բաներն եմ հարցրել, որ շատ հավանական է, որ մոռանալու եք։ Դիրեկտիվներ ասեք դե այդ դեպքում։ Հա, որոնք որ կարող փոփոխություն են կատարում HTML կառուցվածքի մեջ։ Համաձայն չեմ, որտեղ դիրեկտիվները լինում են երկու տեսակի, Գուրգեն ջան։ Այդ կբանով է, լավ։ Հիմա հարց տվեք ջան։ Ինձ կարա՞ք բացատրեք դիրեկտիվ հասկացողությունը։ Հա, դու երկու տեսակ։ Ահա, եւ որոնք են այդ երկու տեսակները, ինչ տեսակներ են բաժանում։ Կատարում փոփոխություն HTML կառուցվածքում ու չեն կատարում փոփոխություն HTML կառուցվածքում։ Okay, Վալեր ջան, լսեցիր։ Վալեր։ Ինձ կարաս բացատրես ինչա դեկորատորը։ Կներես դիրեկտիվը։ Դեկորատորը իմացանք, շնիկ կոմպոնենտ, շնիկ life cycle։ Ինչա դիրեկտիվ հասկացողությունը։ Օրինակ բեր։ Չէ։ Վալեր ջան։ Ջան։ Այ ապրես Վալեր ջան։ Էս Այ ապրես։ Որպեսզի տայեք ջան, երկու տեսակի է, չէ՞ դիրեկտիվները բաժանում։ Մեկը ստրուկտուրային, մեկը ատրիբուտային։ Ինչի՞ է կոչվում ատրիբուտային, որովհետև Գուրգեն ջան, ընդհանրապես ատրիբուտ է փոխում։ Այս CSS-ի ատրիբուտ է փոխում, կլաս է փոխում։ Դա ատրիբուտներ են, էլ։ Իսկ ստրուկտուրնի Վալեր ջան, for-ը ինչ անում, ամբողջ HTML ստրուկտուրան ինքն է հավաքում։ Դա ստրուկտուրային դիրեկտիվա է, նա լուրջ է ավելի, էլ։ Դու եթե դատենք, ngif-ը ինչ է տվել։ Ngif-ը լրիվ կարա ցելի եկա բլոկը չերևա вообще։ Այսինքն բնականաբար լրջության առումով բավականին տարբերում են միմյանցից, լավ։ Okay, տղեկ չեմ, լավ։ Գնացինք life cycle հասկացողություն։ Տղեկ, ինչքան դժվար կլներ մեզ, եթե կոպիտ եմ ասում, մենք մեր մասին ինֆորմացիա չունենանք։ Չիմանանք մենք երբ ենք զարթնում կամ կոպիտ եմ ասում, մենք երբ ենք ծնվել, կոպիտ եմ ասում, բայց մեռնելուց չհասցնենք կտակ գրենք, հեշտ լավ բան չի լինի, չէ՞։ Այսինքն ցանկալի է գոնե մեռնելուց 10 րոպե առաջ ճոգենք ինչա կատարում, ախր այդ կտակը տանցարի գրենք, բրծունենք, չէ՞։ Իմանաք, բացի այդ ինչքան տահաճ կլներ, երբ որ կոպիտ եմ ասում, չհասկանանք, որ մեր օրգանիզմում որոշակի փոփոխություններ են կատարվում, հա, օրինակ սոված ես, հոգնած ես եւ այլն, հա։ Այսինքն լիքը process-ներ կա, որ մեզ պետք է, որ մեր օրգանիզմը տեղակ պահի այդ ամեն ինչի մասին, հա։ Տղեկ, ինչեւ այս պահը JavaScript-ում, Գուրգեն ջան, մենք բացարձակ չենք իմացել, երբ է HTML-ը նկարվել, բրծել, երբ է պատրաստ, հա։ Սկրիպտը տանում էինք նավսակից լուչի տակն էինք գրում, որ հանկարծ բան պրոմող չտեն։ Բայց հիմա կան չէ, set time-ով, դա լավ բան չի։ Չէ, հիմա դրա մեջ է գրում, հենց գրում փոխվում է, ինչ որ բաներ։ Դե նա ի՞նչ է հարցը, Գուրգեն ջան, քո կոմպը որ դանդաղ է, հա։
Ինչ ես իմանալու set timeout-ը ինչ դնես 100 վայրկյան, թե 100 միլիվայրկյան, թե 10000 միլիվայրկյան։ Հա? Angular-ը տղեկ, գերբնական ուժ ունի Վալեր ջան, որ ինքը քեզ պատում է կոմպոնենտի մասին գրեթե ամեն ինչ։ Գուրգեն ջան, կոմպոնենտի ապրելու ընթացքում ինչ հետը կատարվում է, ինքը դրա մասին քեզ տեղակ է տալու։ Հիմա եկեք հասկանանք։ Angular life cycle։ Տղեկ ջան, life cycle-ները անհամար չեն, բայց Չի չեմ չեմ։ On changes-ի մասին հետո կխոսամ, on init։ Տղեկ ջան, on init-ը աշխատում է այն ժամանակ, երբ որ կոպիտ ասած կոմպոնենտը սկսում է աշխատել։ Կոմպոնենտի սա ծնունդի պահն է, կոպիտ ասած կոմպոնենտի։ Մի անգամ աշխատում։ Одноразовый ֆունկցիա, Վալեր ջան, կոմպոնենտի ng on init-ը աշխատում է մեկ անգամ ու տիկ ջան, քեզ օգնում է որ դու հասկանաս, որ քո կոմպոնենտը արդեն հեսա էլի, հա? Որ հեսա լուսաշխար դուրս գալու։ Okay։ Լավ։ Դայք, կոնստրուկտորը ամենա առաջին աշխատող ֆունկցիան է կլասի մեջից։ Ինչ էին կոչվում սրանք։ Այն բանը եսի ինչ ընտանի he has considered բանկա ֆունկցիա Magic function։ Վալեր ջան, կոնստրուկտորը ինչի էր համարվում magic function։ Վալեր։ Որտեղ կոնստրուկտորը դու երբեք չես կանչում, բայց ինքը իրան կատարվում է։ Շատ, դրա համար իրան անվանում էին magic function։ Տղեկ ջան, ուրեմն այս մեր life cycle-ները նույնպես պատկանում են այդ magic function գաղափարախոսությանը։ Տիկ ջան, magic function-ներն են, դու իրանց չես կանչում, բայց իրանք կանչվում են։ Ում կողմից են կանչվում, Գուրգեն ջան, ասեմ, Angular-ի կողմից են կանչվում։ Ինչ են կանչվում, տիկ, որ քո գրած լոգիկան ինչ-որ կյանքի սիտուացիայի համար աշխատի։ Օրինակ, քեզ պետք է օգտագործես ng on init։ Տղեկ ջան, սովորական ֆունկցիա է, հա, առաջի այս, բայց Վալեր ջան, դու ստեղ չես կարող գրես ng on i post։ Ստեղ պետք է բառացի տիկ գրվի ng on init ախպեր։ Գուրգեն ջան, չես կարող, պրոտոկոլ է, պետք է գրվի այդպես այդ ֆունկցիա։ Okay, հա, Վալեր ջան։ Լավ, եկեք սրան գրեմ, հետո գախնիկ տաս։ Console log նա արդեն ծնվում է։ Չէ, նա արդեն ծնվում է։ Այսինքն այդ process-ի մեջ է, հա? Բայց որոնի դետաս արդեն console log-ը դարձնի, Հա, մեզ պետք է console log-ը։ Գուրգեն ջան, բալվում է, այդ այն կայծակնային արագությունն է, որ մենք կարող չնկատենք։ Հա? Բայց այն որ արդեն դու ունես այդ ինֆորմացիան, դա արդեն այսպես տղեկ, եկա ուժեղ բան։ Փորձի ընթացքում կհասկանաք ինչի է կարևոր, Գուրգեն ջան, տարբերակել կոնստրուկտորի ու բանը, իրաց մեջ բեսան պարագության տարբերություն կա։ Կոնստրուկտորի աշխատելու ու on init-ի աշխատելու մեջ, հա? On init-ը տղեկ ոնց որ զգուշացնի ձեզ, որ հեսա եղբայր, քո HTML-ը երևալու է։ Okay, լավ։ Ստեղ իրականում բացատրություններ լա գրած, տղեկ ջան, անգլերենով, չունես կարակ թարգմանեք, ուսերենել նայեք։ Запускает один раз после того, как Angular инициализирует все исходные данные компонента. Это հետո կհասկանանք։ Զուտ հիշեք, որ on init մեթոդը Վալեր ջան, երկրորդ ֆունկցիան է, որը որ կատարում է կոնստրուկտորից հետո դիք։ Magic-ների մասին է խոսքել, հա? Okay։ Որից հետո տղեկ ջան, կա after content init կամ after view init-ից եկեք խոսամ, լավ։ Կա նաև ng after view init, էլի որից։ Դուք բանից հետո, ես init-ից հետո է աշխատում։ Այսինքն նա աշխատում է, երբ որ քո HTML-ը նկարվել բրծվել է։ Կարել բրծել է այս մարդը։ Հա, բարձա տղեկ։
Հալը նայ հերթականությունով իջնում եմ, ասում եմ ախպեր դեպից կոնստրուկտորը, հետո on init-ը, հետո after v-init-ը, հələ գնանք։ Նայ, ասում է կոնստրուկտոր, նա արդեն ծնվում է, HTML-ը արդեն պրծել է այս մարդը։ Հա, նկարը պրծել է այս մարդը։ Այսինքն տղեկ ջան, etap էցում է։ Այս նրանք չեմ ասում։ Եկեք մեկ էլ on destroy-ի մասին խոսամ։ Bye-bye-ն է, էլի։ Այս հետ կտակ գրելու պրոցեսն է։ Դու հեսա նրան էլ Ապրես, ասում է կոմպոնենտը վախճանի մեջ է, հա, console։ Դա նա մահանում է։ Հա, նա մահանում Որը։ Դրանք թողեք, հա։ Հետո ժամանակի ընթացքում երբ որ պետք է կկարտա։ Ամենակարևորը տղեկ, որ ես ձեզի չեմ ասում այս պատմությունից։ Հետի այս on changes-ն է։ Բայց եսի հիմա չեմ կարող ասել։ On changes-ը։ On changes-ը միակներից է, որ մի անգամ չի աշխատում։ Որը, հա։ Պրոստը դուք հələ չգիտեք ինչ է նշանակում խադնուի դանը։ Այսինքն մուտքային տվյալները դուք չգիտեք ինչ է կոմպոնենտի մեջ, հա։ Մուտքային տվյալները այնա բանալու Չէ, չունենք զուտը տենց հələ չգիտենք ոնց են տալի դանը դες բան, էլ։ Դոր չէ։ Տայք, ինչ ստացվեց։ On destroy երբ կարող աշխատի։ Ինչ է նշանակում on destroy։ Երբ որ մեկ պայման չի բավարար, else պայման կա, ըստ դրա, ինչու պետք է ջնջել։ Եթե Վալեր ջան կոմպոնենտի գլխին ngif-ա դրած, ու կոպիտ եմ ասում, ինչ որ պատճառով, օրինակ կարամ թայմեր դնեմ Գուրգեն ջան։ 3 վայրկյան հետո Վալեր ջան կարամ դնեմ, որ այս կոմպոնենտը չերևա ngif-ով։ Երբ որ ngif-ի պատճառով կոմպոնենտը հեռանում է ու լքում է մեզ, հա, լքում է HTML-ը, вообще մեր կայքը։ Այդ ժամանակ աշխատում է ng-on destroy life cycle։ Հիշացնելով կոպիտ ասած կամ հուշելով այն մասին, որ կոմպոնենտը մահանում է։ Թագավորին Աջան չլսեցի։ Այ ապրես, հա, destroy բառը ինչ իրանով արդեն ասում եմ։ Տայք որ խորանամ after view-ինից էլ ասում։ View-ն է դի տեսքն է, չէ՞։ Դի view բառ։ View ինիցիալիզացվել է, այսինքն պրծել է, արի պրծել է։ On initialization, հա, այսինքն ծնվելու պահի։ Բայց այս սրանք կարան ինչ-որ բան վերադարձնել։ Չէ, Գուրգեն ջան, սաղ void են, նայ հատուկ դրել եմ։ Սաղ void ֆունկցիաներ են, իրանք ոչ մի բան չեն վերադարձնում։ Գրեցիք void, ես պատկերացի console log-ի համար է։ Չէ, իրանք void են, Գուրգեն ջան։ Բացարձակ կիբորդյան ստուգելուց։ Ինքը որ պարամետր տա սերվը։ Հա, ինքը void է։ Ավտոմատել բերել։ Ինչ եք հարցնում, Գուրգեն ջան։ Չէ, Պարամետրի մասին։ Պարամետր չունեն իրանք։ Չէ, որ դու ձեռը Դու իրավունք չունես ասի ձեռով կանչել։ Հա, շատ լավ հարց է տալի Գուրգենը։ Տղեկ, անբարոյականություն կդիտվի, երբ որ մենք սա ձեռով կանչենք։ Հա, դու իրավունք չունես գրես ասենց ֆունկցիա, դու ինքդ կանչես էսի։ Էսի պետք է անի ան դու լարը։ Հա, այսինքն սա մեր գործը չի, տիկ ջան։ Ես ինչ գործ ունեմ կանչել։ Չի մեր միտքերն է սա։ Էսա կասեմ, երբ որ օրինակի համար Գուրգեն ջան, ինձ պետք է իմանամ ինքը երբ է կոպիտ ասած մեռնում, որ ալերտով ցույց տամ շատ հաճելի էր ձեր հետ համագործակցել։ Հա? Կոպիտ եմ ասում, մի կոմպոնենտը destroy-ելն է լուստի։ Ուզում ես մի հատ հաղորդագրություն թողես, որ շնորհակալ եմ բոլորիդ, չգիտեմ, կյանքի դժվարին պահերին իմ հետ լինելու համար։ Всё։ Շնորհակալություն բոլորին։ Բայց մի որ մենք ձերով չենք կանչել։ Էսի ինչն է կանչել։ Չէ, հա, մենք ինչը պետք է կապված կդրենք այս ֆունկցիայի հետ, որ մեր ուզածը գրի է, դե բաններնելու է։ Էս ինչ է, էս ինչ ֆունկցիա է։ Magic, չէ՞։ Ով էր կանչելու։ Angular։ Երբ էր կանչելու, երբ որ զգար, որ կյանքի էս փուլն է այս մարդը։ Հապա ինքը if հենց զգացվում է, որ չնջվելու է։ Չէ, Էդ ինչն է կանչում։ Այդ սա լոգիկան ինչն է գրում։ Ինքը գրում է ինչ ուզում է թողան if-ից է կախված։ Մեր մի հատ բանից է, մեր գրածի ինչ որ բանից է, չէ՞ կախված։
Հա, դասի ինչ որ if-ից կարա։ Ինչ որ մեր գրած ինչ որ կոդից է կախված, դեպի մեռել։ Այո։ Այս քարագուսինը կլորն ինչ որ է։ Մի ինքը ո՞ն ես ոնց հա ինքը գրեց տագից կոդը գրեց բանը գրեց մի հատ պահի եկա false ու ինքը մեռա Ահա իմ գրածը բան մահապոսականը ասած դի կարտա ինքը երբ պետք է տանի ուտեղ դի գրեմ որ այդ մահապոսականը ինքը տանի հենց այդ մահապոսականը կարտա այս ֆունկցիայի մեջ այս ֆունկցիայի իմաստը հենց այդ է ինչ է ինքը այս քո ֆունկցիան է կանչելու մեռնելու բանը հա այդ մի ես պրոսը ձեռով գրեմ ինչ որ բան գրեմ չէ Այն ջերմդիստորի մեջ գերն եմ, շնորհակալություն բոլորին խոսում եմ։ Մի դիվի կորել վախտը, այս ֆունկցիան աշխատելու։ Ինք ավտոմատ աշխատելու է, այս կանչելու է։ Չէ, դու գործ չունես դրա հետ։ Ինք ավտոմատ կանչելու է։ Բայց մեր պայման պետք է չգրեմ Ինչ պայման։ Որ եթե այս բանը չեղավ, նոր սիկ կարտա, այն սրա կորելու դեպքում այն մյուս բանը կարտա։ Չէ, մի րոպե։ Կոմպոնենտի կորել չկորելու մասին է խոսքը։ Տայեք։ Արեք մի հատ օրինակ ուրեմն նայեք։ Լոչը չես դու։ Հա։ Եկեք մի հատ կոմպոնենտ սարքեմ։ Просто user կապ չունի։ Այս user կոմպոնենտը Վալերջան, վեր կպցնեմ իմ app կոմպոնենտի մեջ, app user, չէ։ Ուրեմն տվեք, եկեք ես բաները, որ գրել եմ monirից բան, տանեմ user-ի մեջ, հա տվեք։ Հա։ Կոնստրուկտորն եմ։ Տանում եմ user-ի մեջ։ Այս թվում է user works։ Հեսա մի հատ պոլի օրինակներով ցույց տամ, հա տվեք։ Okay. Տվեք ջան, user-ը կոնստրուկտորը աշխատել է, ծնվել է, HTML-ը նկարել է, չէ՞։ Ով։ Հա։ Չի մեռ այս մարդը։ Այս մարդը ձեր հետ սիրուն կանգնած է։ Տվեք, ուրեմն նայեք, գալիս եմ app կոմպոնենտի մեջ, դրան ինչի if եմ գրում։ Կամ սենց կարամ if գրեմ։ Այսինքն շնիկ, հա։ Եթե օրինակ open-ը true է, Վալերջան։ Թող էսի ցույց տա։ Open-ը տվեք ջան, սկզբից true է, հա, բացա։ Բայց կոնստրուկտորի մեջ եկեք գրեմ որ set timeout, հա։ Դեսի open-ը հավասար է false։ Վալերջան, կոպիտ ասած մի 5 վայրկյան հետո ուզում եմ փակվի։ Թող անցնի 5 վայրկյան։ Շնորհակալություն բոլորին։ Նա հեռացել։ Պատկերացրիք ինչերով։ Բայց Իհարկե մեռնողի կտակի մեջ։ Հա, ինչ կոմպոնենտ որ սարքեցի։ Ով որ անհետանում է, ինքը իր սեփական կտակը պետք է գրածի։ Եթե ինքն է մեռնում, իր engine on disk օրինակ անջվելու։ Մեռնողի on disk օրինակ անջվում։ Հա? Մյուսները խաբար չեն սրանից։ Յուրաքանչյուր կոմպոնենտ տվեք ջան ունի իր կյանքի ցիկլերը, հա? Ծնվել, նկարել, վերջացնել, այ կոպիտ ասած կազմավորվել որպես այդպեսի, հա? Կոպիտ ասած մեռնել, խաղի մեջ որտեղ ունես սարիտը խփում, հա? Մոտավոր կար ասած այս բան պատկերացնես, հա։ Բայց ավելի շատ CSS-ի այն process-ն է գուրգեն ջան, որ կոմպոնենտը անհետանում է։ Նայեք, sense մի բան ասեմ։ Նայեք։
եկեք set timeout-ի տեղը վալեր, գրեմ set interval։ Այս էլ ոչ թե գրեմ false, այլ գրեմ հակառակ նշանով DC open։ Այսինքն ինքը 5 վարկանը 1 տղեկ գնալու է գա։ 5 վարկանը 1 ծնվելու է, մեռնելու է։ Հեսա նորից պետք է ծնվի 5 վարկանից։ Նայ։ Նորից ծնվեց, նորից ասես կոնստրուկտորն արդեն ծնվում է։ Հեսա նորից կտակը կանչ։ Տղեկ, ինչքան այդ կոմպոնենտը ծնվեց տիկ։ Մեռավ, այդ սաղ պրոցեսները միշտ իր կյանքում կատարվելու է։ Տղեկ ջան, այն մեթոդները, նորից մեռավ, հեսա նորից մի 4 վարքան հետո, 5 վարքան հետո կծնվի, նորից կաշխատի, կոնստրուկտորը, նա արդեն ծնվում է, HTML-ը արդեն նկարել է ու հեսա հետևից կտակը։ Всё, նորից կորավ։ Պատկերացրիր Վալեր ջան։ Այսինքն տղեկ ջան, յուրաքանչյուր կոմպոնենտ ունի իր կյանքի ցիկլերը, որը որ մեր պատմում է Գուրգեն ջան, թե ինչ պրոցեսներով է այս պահի դրությամբ անցնում այս մեր անտեր կոմպոնենտը, որտեղ հա Angular-ը դրեց։ Բայց այդ դա բանը դրեց։ ինքը կանչում է ուղղակի ֆունկցիան։ Հա, Դու գրել ես թե չես գրել, դա քո գործն է։ Դատարկ թող։ Չէ, պրոստը որ ասի ինքը տագից աղանում է, ինքը սա անել նկատի ունեմ ինքը կանչում է։ Հա, սովորի քիչ ուրիշ բան։ Չէ, տղեկ ջան, ինքը ուղղակի կանչում է այս ֆունկցիաները։ Ինչ գրել ես, Գուրգեն ջան, ինչպես հետաքրքիր է, այդ կկատարվի։ Տղեկ, ինչև ես մենք մի կոպիտ եմ ասում, Գուրգեն ջան, կարող է այս կոդը քեզ պետք չի, ինչի՞ դատա։ Սա տղեկ բացարձակ պարտադիր չի դու life cycle օգտագործել։ Կարող է դու կոպիտ եմ ասում, բայց вообще չօգտագործես այս cycle-ները, որտեղ քո պրոյեկտում պետք չէ։ Այսինքն այդտեղ չկա պարտավորվածություն, Վալեր ջան, որ դու life cycle պետք է օգտագործես։ Просто մի քիչ զարմանալի կլինի, որ դու պրոյեկտը բրցնես ու life cycle օգտագործած չլինես, էլի։ Որտեղ պրակտիկան ցույց է տալի, որ բերելու է ինքը քեզ դրան, դու պալիբոմը օգտագործել ես, ինչ-որ դեպքում, ինչ-որ ձևով։ Կոպիտ ասած, ոնց որ այդ բանը, անչա, լրացնում ես այս ինպուտները, հենց սխմեցի ավելացնելու վրա, Ֆորմը կորի։ Ֆորմը կորի, հա։ Ֆորմը կորի ու բան անի, չգիտեմ։ Հետևից քասես մի հատ սալյուտ թողնի, կոպիտ եմ ասում։ Սալյուտ է։ Հա։ Okay, տղեկ։ Նա։ Տղեկ ջան, նորից եկեք հերթականությունով կամ։ Այս նույն ֆունկցիան որ կա։ Էսի կորի հա, սալյուտ առանցը, բայց կարաս կլա, սրա մեջը կլասները փոխես պրոստը։ Ինչ կլաս։ Կոմպոնենտը կորում է, ինչ կլաս։ Եթե destroy մասին է խոսքը, եթե չէ։ Ես ասացի բանալու, անչա, կլասը փոխեմ display nano։ Չէ, display nano բան չի, display nano չի կարա աշխատացնի։ Ինքը մերն չի, հա։ Դրա մերն չի, դա ուղղակի պարտիզանավարի պահկվել։ Հա? Դա ուղղակի պահկվել է, չէ՞ մեր։ Okay։ Ահա, լավ տղեկ ջան։ Բայց մի հատ փոքրիկ գաղտնիք կար։ Այս մեթոդները սենց հավայի գրելուց։ Նայ դաժե դեղինով է նշում, տիկ նկատում ես։ Բայց բազերը գիտի, բայց ինադու չի ասում, բայց սրանք պետք է գրենք implements on init։ Տղեկ ջան, այս իմպլեմենտացիայի մասով խոսանք։ Աշխատում էր, չէ՞ Գուրգեն ջան մեկը։ On init, after view init։ Մեկը on disk։ Որը որ գրում ես, վերևը գրում ես classic կողքի implements բառը, ոնց ես գրում interface։ Նույնիսկ կողքը գրում ես implements on init, after view init on disk։ Դրանք հեշտերը պետք չի բան։ Import ալում պրոստը։ Վալեր ջան, հիշեցինք, չէ՞, պարտադիր պետք է implement-ել։ Բայց հիմա ես implement-ի մասին մանրամասն տղեկ ջան, խոսամ գլուխները կտանեմ առողջություն։ Հիմա ես ձեզ կզզվացնեմ, նայեք։ Ուրեմն implementation հասկացողությունը տղեկ ջան, ավելի մեծ ու բարդ հասկացողություն, հա? Լրիվ բացարձակ կապ չունի դրա հետ, հա? Դաժե կարելի է այդպես ասել, որ բացարձակ կապ չունի։ Ուրեմն երբ որ դուք implement-ի միջոցով տվել եք, որ ձեր կլասը ինչ-որ բանից implement ալնում, on init is կլինի, after view init is կլինի, on destroy is կլինի։ Հենց այդ բառը ինչ է։
Հեսա implement կիրառել կամ կոպիտ ասած չգիտեմ ոնց ճիշտ բառը տեխնիկապես ոնց ճիշտ լինի հայերեն չգիտեմ implement-ել կիրառել կամ չգիտեմ կպցնել հա չգիտեմ ոնց դաժե բառը ճիշտ թարգմանել Տղեկ ջան, on destroy եթե ես տվել եմ implement on init, Վալեր ջան, ես չեմ կարա ջնջեմ on init ֆունկցիա։ Նայեք Գուրգեն ջան, մի անգամից ուզել տակ կարմրեց։ Վալեր ջան, եթե դու կլասի վերևը նշել ես, որ դու պետք է implement անես on init-ից, այդ նշանակում է Գուրգեն ջան, դու պարտավորվում ես այդ պահից ի վեր գրես on init ֆունկցիա։ Հակառակ գրել, բայց հեշտան չի գրել Դատարկ թող։ Բայց եթե Գուրգեն ջան մեկը տվել է on init, implement արած։ Դու պարտավոր ես կիրառես այդ ֆունկցիան։ Եթե չես կիրառում կամ դժում ես կամ դες դատարկ թողես։ Okay, եթե չես կիրառում, ուրեմն ստեղից вообще ջնջի, եթե իրոք քեզի պետք չէ։ Իմպլեմենտացիայից ջնջի։ Եթե կարող այդ պահին ինչ-որ մտածել ես պետք է Հա, չի ջրադը implement-ի մեջ։ Դայք ջան, սա կոդեն մորանում ես կարա դատարկ թողես, ինքը ոչ մի տիպի error չի տա։ Փոքր-փոքր։ Կարևոր է ֆունկցիան գրածում ես, բայց եթե դու գրել ես, որ after unit պետք է լինի։ Տղեկ, էսի պետք է լինի ներնա։ Implement-ը որպես այդպեսի նշանակում ախպեր, սրանից պետք է ունենաս։ Հա, այսինքն եթե դու գրել ես implement on init, դու պետք է ունենաս ng on init մեթոդ։ Եթե դու գրել ես after unit, ուրեմն Վալեր ջան, դու պետք է ունենաս այդպես մեթոդ։ Ախպեր թե մեջի բանկը գրես թե չես գրի Վալեր ջան, դա ոչ Angular-ին է, հետաքրքիր ոչ էս implement սարքողի։ Կարաս էսի գրես, պրինցիպի մեջ բացանի քելիքի չի կարելի, մոռացեք, չի չանեք դեպքը։ Հա? Չի։ Գուրգեն ջան, դու կարաս ուրիշ ֆունկցիա սարքես, նա ես կարամ ըստե կոպիտ եմ ասում, test ֆունկցիա սարքեմ։ Հա, Թող ինչ ուզում ալի, void elite ինչ ուզում ալի։ Ես կարամ ես on-init մեջ կանչեմ DC test-ը։ Դրա նշանակը թողնում ալ ինքը։ Նորմալ երևույթ է այսպես, էլի։ Ոչ մի արտարոց բան չկա։ բայց ես On-init ուրիշտեղ կանչել չի կարելի չէ։ Այդ եմ ասում, էլի քելիքի բախ։ Հակառակը չի կարելի։ Չի կարելի test-ի ժամանակ կանչել DC on-init։ Հենա թող։ Ավես։ Բայց ընդհանուր առմամբ չի կարելի ուրիշ բան անել, հա։ Տղեկ ջան, ժամանակի ընթացքում կհասկանաք, թե ինչքան է օգնելու ձեզ կյանքի ցիկլերի մասին ինֆորմացիա իմանալը, հա, ինֆորմացիա իմանալ։ Պրինցիպի էդիկ որը դեպի բանա Չէ, ինքը այդ բաները ցույց չի տալու։ Չէ, դա իր գործը չէ։ Զուտ։ Բայց իր բանի մեջ չի մտնում, էլի պարտավորվածությունների։ Չէ, հենայի, Հա, չէ, թափի պարչ է, որ ասում է նա ծնվում է, հա, պրինցիպի։ Okay, Նա դեռ մեգարից կդա։ Նա որ ծնվում է, հեսա հասում է ինֆորմացիա պրինցիպի։ Նա մեգարից կդա, ինքը դա հաշվի չի առնում։ Դա արդեն ուրիշ բան է։ Դեռ կա Գուրգեն ջան, ուրիշ life cycle քո ասածի հիման վրա, որը որ կոչվում է after content checked կամ after ուրիշ Պետք է որ էս լինի։ Այսա ձեր directive-ն է for range for main for, հա? Այսինքն ես մի քիչ ավելի բուրի ձև եմ մտածել։ Ինչ առումով։ Դե ցիկլին է։ Հա։ Ցիկլերը Գուրգեն ջան ավելի շատ քեզի տալիս են հենց image կոմպոնենտի կյանքի մասին, այդ request-ներ եկել data մատաբան, ինքը այդքանի կարծում։ Տայք, հələ որ ես ձեզ սովորացրել եմ, ասել եմ մենակ այն մեթոդների մասին, որոնք որ միանգամյա են։ Սրանք կատարվում են մեկ անգամ, սրանք երկրորդ անգամ չեն կանչվում երբևիցե։ On init-ը, after unit-ը, on destroy, սրանք մեկ անգամյա գործողություններ են, վալություն։ Իմպլեմենտացիա հասկացությունից եմ ուզում խոսանք այսօր, տղեկ, մեկ է կլասների ինտերֆեյսների ժառանգումից, հա։ Որպես այդպեսին տղեկ, ես դասը ավելի շատ տեսական, հա, որ ասեմ պրակտիկ ինչ-որ բան ունեք, ես սրա հիման վրա անելու չէ։
Մենակ խնդրեմ օգտագործեք նորից։ Նա դուք ձեր ձեռով փորձեք implement անեք on init-ը, գրեք on init։ Հա? Okay։ Ավել բան չեմ ուզելու սրանից, որտեղ էսի ուզեք այնքան եք օգտագործել, որ նայ, որ on init-ի մեջ գրես ասի չեն կարող բանի մեջ կանչել։ Էսի չես կարող կանչես, ուրիշ բան կարող մեջը կանչես։ Բանալպես պլյուսի վարդը հենց հասավ էստերի բանել կոնսոլ օգտության։ Չէ, դա ճիշտ գործ ունես։ Չէ, իրա գործ ունես դες բաների դեպքում։ Ուրեմն նայեք, Դավիթ ջան, եկեք իմպլեմենտացիա հասկացողությունից մի քիչ խոսանք, հա։ Տիկ, ինչ ստացվեց, որ ինչի դեմը գրում ես implement, դիտում եք որ ունենաս դրան։ Որ ունենաս դա։ Քանի որ դիֆունկցիա։ Նայեք, Գուրգեն ջան, տենում ես ինչա։ On init-ը տվեք, վալերշը։ Բացվեց, որ ուղղակի ինտերֆեյս է, որի մեջ մի հատ մեթոդ է գրած, Գուրգեն ջան։ Ու տղացա որ տեսակը void պետք է։ Ֆունկցիա տենում եք, այստեղ գրած։ Տղեկ, իմպլեմենտացիա հասկացողությունը խոսում է մենակ նրա մասին, որ ասում է եղբայր, եթե մարդը ծնվում է, պետք է ոտով 0-ով ծնվի, օրինակ։ Всё։ Ուրիշ բան չի ասում։ Հա? Ասում է, երբ որ դու կոմպոնենտը ցարկես, Վալերջա, դու պետք է ունենաս այս բաները։ Հիմա բացատրեմ ինչի համար է պետք։ Պատկերացրեք սիտուացիա, որ պրոյեկտ ենք սկսում, տղեկ։ Հաշվի առնելով, որ դուք նոր եք սկսնակ եք հա այդ գործի մեջ, ես պրոյեկտի ստրուկտուրան դնում եմ, տալիս եմ ձեզ, որ դուք վրան շարունակեք գործ անել։ Ես որպես այն որ ասում եմ գլխիս եկած մարդ, որոշում եմ, որ ասում եմ ախպեր կանի բան սարքեմ, սաղ կոմպոնենտները նենց անեմ, որ տղեկը գրեն implement ու ինչ-որ մի բան։ Ես կոպիտ ասած այդ ինտերֆեյսի մեջ գրում եմ Վալեր ջան, որ պարտադիր քո կոմպոնենտը պետք է ունենա, խոսք եմ ասում, on init-ը destroy-ը կամ չգիտեմ, մի հատ ուրիշ մեթոդներ եմ ասում եմ ախպեր, պարտադիր դու պետք է ունենաս add ու delete մեթոդ, խոսք։ Հա? Տիկոն Վալեր ջան, էլ չի կարող սարքի մի հատ կոմպոնենտ ու այդ մեթոդները չունենա։ Ստիպված անում է։ Ինչի եմ անում, Գուրգեն ջան ես դա, որ բոլորը այդ նույն կանոններին հետևեք։ Հա? Սա ոնց որ կանոններ են։ Այսինքն Գուրգեն ջան, եթե ոնց է ինտերֆեյսը, չէ՞ տղեկ։ Ինտերֆեյսը որ սարքում ես տալիս ես օբյեկտին, այդ նշանակում որ օբյեկտը հենց այդ ձևի պետք է լինի։ Այդ նույն անունով պետք է լինի, նույնն էլ ստեղ։ On init-ի տերն ու авторешում դրանցերը դրեի Իմ սարկածը։ Մա ուրիշ բան։ Նայ։ Ինքնուրույն է դրել այդ բանը։ Գնում եմ սարքում եմ ախպերս new folder interfaces Ստեղ սարքում եմ օրինակ ախպերս base component interface export Զույգ չեմ հասկանում ինչի չի առաջարկում այստեղ մի բան Ինտո գեշ Base Նայ Գուրգեն ջան, այստեղ կոդ տենում ես գրած, ֆունկցիա, չէ։ Տիկ ջան, այստեղ ինչ ես տենում մենակ։ Ֆունկցիայի անուն, Վալեր ջան, մեթոդի անուն։ Ինչա սպասում, ինչա վերադարձնում։ Խոսքի ադրոն կարա բուլյան վերադարձնի։ Տղի կոդ չկա այստեղ, բայց տիկ հերիքա դու գնաս քո user component կամ լուբոյ տեղ, հա, եկեք էսի ջնջեմ, որ շփոթացնեմ։ Չէ, life cycle-ները ջնջում եմ, լավ, հա։
Եթե Տիգջան դու գրել ես implements բառը ու կողքը գրել ես base component interface Վալերջան։ Նայ կոմպոնենտի տակը արդեն գծում է։ Բացում եմ ես կապուտիկը հասկանամ ինչ է կատարվում։ Նայ տեսա՞ր ինչ արեց Գուրգեն ջան։ Ավտոմատ բերեց այդ ֆունկցիաները սարքեց, նայ։ Ինքը տենում է որ դու ունդեղ ինտերֆեյսը դու տենց ես տվել, ասում ախպեր, նայ, այստեղ հարց տվեց ինձ Գուրգեն ջան, նայ։ Ասում է implement անեմ այս ինտերֆեյսից։ Ասում եմ implement արա ախպեր։ Որ սխվում ես implement-ին ինքը արդեն այդ մեթոդները բերում սարքում ամուտս։ Աստե 600-ած սարքեի Գուրգեն ջան։ 600-ն է բերել էր սարքել։ Դատարկ կոդեր է տենում ես, չէ՞, էսի հետ։ Մոռացես։ Եկեք սենց ասեմ, եթե ձեր մոտ ինտերֆեյս է ժառանգած կլասի, նայ, այսինքն եթե քո կլասը implement է լինում ինչ-որ ինտերֆեյսից, հա, բալեր, այդ նշանակում է, որ ինչ նշված է Գուրգեն ջան ինտերֆեյսում, քո կոմպոնենտը պարտավոր է ունենա։ Հələ բանով նայ, այսինքն, նայ, ես ստիպում եմ, որ դու սրանցից ունենաս։ Հիմի նայ, դու user չունես, չէ՞։ Ես ասում եմ ախպեր, user կամ չգիտեմ, եկեք սենց դնեմ number, կամ ID-ին պետք է լինի number, նայ, դիք։ Հա, բան։ Նայ, ID-ին ասել եմ number, չէ՞։ Քո կոմպոնենտը էլի բան ալում, նախ ինքը ստիպելու է տղեկ ջան, որ ես հեսա ունենամ ըստեղ մի հատ ID, տամ դրա արժեքը 5։ Այսինքն նայ, Գուրգեն ջան, դու էլ չես կարա սարքես կոմպոնենտ ու մեջը չունենաս ID հասկացողություն։ Չգիտեմ ինչի համար պետք, կոպիտ եմ ասում, ես պետք է Գուրգեն ջան անեմ են ինչ-որ բանի հիման վրա, էլի նշի բառադալի բաներ պետք է անվսել, add-row պետք է ունենալ։ Նայ, տղեկ ավտոմատ սարքեց։ Նայ, Գուրգեն ջան, գրում եմ add-row ուզում եմ սարքեմ, բերում է ոնց է իմպորտները ավտոմատ բերում, Վալեր ջան, ընթերը սխվում ես մեթոդը սարքում, խոսքի ասում եմ return true։ Всё։ Խոսքի էլի։ Հələ որ անգամ բան եմ սարքում, remove, չէ, ոնց էր delete row։ Էլի բերել է ստեղ։ Enter եմ սխվում սարքում, всё։ Տղեկ, իմպլեմենտացիայի միջոցով, այս հրա միջոցով, ես բոլորից ստիպեցի, հա։ Նայ։ Ինչով է հեշտ լինելու Գուրգեն ջան, ես էլ քո կոդը ամբողջությամբ չեմ ստուգելու։ Կոպիտ եմ ասում սկզբում։ Եթե ես բացեմ Վալեր ջան կոդը Գուրգենի, տենամ որ կոմպոնենտ ունի, որտեղ implement-ը գրած չի, մի անգամից հետ եմ ճամփելու Գուրգենի։ Անկապ կոդը Չէ, այնտեղ կոդ գրելու համար չի նա։ Նա նրա համար, հա, Գուրգեն ջան, որ ես քեզ շաբլոն տամ։ Հա, պրոստը ոնց է։ Շաբլոն տամ, որ այս շաբլոնով պետք է առաջնորդվեմ, տղեկ, սաղս։ Հա, որ ես ինտերֆեյսից ես через ինդեքս եմ դիմում, հա։ Կոդավատի բանով նա դուրս եկել դուջում։ Ես ստիպում եմ որ դու նույն լոգիկայով գնաս։ Քո լոգիկայով։ Ես ոչ թե կարաս դու ինդեքսով չնջեմ։ Դե էսի փոփոխականի անուն է։ Հասկանալ է, ես էլի հա։ Վիկտորը իմ մոդալապես իմացած է։ Ես դրում եմ տարբերակով ավելի մի քիչ։ Ամենա, ես որ գրածել եմ, Գուրգեն ջան, դու անկախ քեզից արդեն delete-ի ժամանակ ID ես փոխանցելու ու ID-ով գուցես խնդիրը։ Հա, չէ, հասկանալի է։ Ես դրում եմ պրինցիպ յուրի քիչ ձևի, Պողոսը դրում է գրիվի ձևի, option մի տեղ կա, որտեղ է Պողոսը աշխատում է դրան, դրում եմ գրիվի ձևի։ Մենք մեր ձևերի թողան հետևենք իմ գրած ձևի։ Այն մարդուն, որտեղ որ աշխատում։ Հա, այ միտքը է դա, որ ես բոլորին ստիպեմ Գուրգեն ջան, որ բոլորը կոպիտ եմ ասում նույն նվագի տակ πάρի։ Ասեմ ինչի, որովհետև այսօր դու եկել ես քո ձևը ունես գրելու, գալի դու քո ձևով գրում ես։ Պրոյեկտը դու գնում ես ուրիշ պրոյեկտի վրա կամ գնում ես ուրիշ տեղ։ Ասում էի, անես պետք է վերես որ դիմացին հասկանա։ Կամ տես կամած ամեն մի բան ուճուր բան։ Գալի ու հոգնում։ Հիմա նայ, ինչքան լավ է Վալեր ջան, որ մենք գիտենք ինչ բան է ինտերֆեյսը, չէ՞։ Եթե ինտերֆեյս չլներ, հաջորդ մարդը ով գալ այդ պրոյեկտի վրա աշխատել չէր հասկանա ինչ է կատարվում։ Ինչ պետք է դրես օբյեկտում, ինչ կա вообще մեջը դի, հա։ Դες ինչքան դժվար կլինի քո համար պրոյեկտին ինտեգրվել։ Հիմա ախպեր լավ դեպի մարդ է ախպեր, մեկը հիվանդանում է կամ մեկը դուրս է գալի գործից։ Հիմա թազա մարդ են բերել, թազա աշխատող են բերել։ Հիմա ինչ այդ պրոյեկտը top end 0-ից գրել։
Ինչա թե ախպեր, ոչ գիտենք ինտերֆեյսն ինչ բան է, ոչ գիտենք implement-ն ինչ բան է, գուրգենյա, չէ։ Դրա համար տղեկ հորինել են ու մաքսիմալ փորձել են նմանատիպ գաղափարներով առաջ գնալ, որ բոլոր կոմպոնենտները գուրգեն ջան, մոտավոր, գոնե հիմնական բաները, չեմ ասում սա, չեմ կարա ես սա, քո կոմպոնենտում դու կարող ես 600 մեթոդ ես ունենալ, գուրգեն ջան, ես չեմ կարա այդ սա կանխատեսել։ Կամ ես իրավունք չունեմ դա իմպլեմենտ սարքեմ, որտեղ ոչ բոլորին է պետք է նույնը։ Ես զավասկո բաներ։ Մենակ զավասկոյ բաներ։ Այսինքն այն ինչ որ 100% գիտեմ, պետք է ունենաս կոմպոնենտը։ Մասով պետք է ունենաս, ասենց ասած։ Չէ, ֆունկցիայի անուն ինչ որ։ Չէ, չգիտեմ։ Պրինցիպի ջնջելու ու մի քանի այդպես բաներ։ Օրինակ է անում։ Հա? Կարող է չունես դաժե նույնիսկ այդպես բան կոմպոնենտի, օրինակ եմ ասում։ Այսինքն նայ, մենակ մեթոդներին ինչ էր վերաբերվում, չէ՞ դիք։ Խոսքս նաև այս սովորական փոփոխականներին էր վերաբերվում, Գուրգեն ջան, դու չես կարա չունենաս էլ ID քո կոմպոնենտի մեջ։ Նա ելի կարողիրով գծես տակը, վալոր չէ։ Այսինքն ես ամեն ձևով ստիպեցի քեզ, որ ունենաս այն բաները, որը որ ես տվել եմ ինտերֆեյսում։ Ինչի միջոցով implement բարի Գուրգեն ջան։ Այսինքն եթե implement ես գրել ինչ-որ մի բան, կապ չունի on-init-on-init-ը օրինակ է, այս ամեն ինչը մենակ ինտերֆեյսին է, հա, վերաբերում։ Հայ իհարկե։ Ու ուրիշ բաներ չես կարող implement-ել։ Չես կարող, իհարկե չես կարող։ Հա? Տղեկ, չեմ ասում, տղեկ, ես հեսա վաղվանից սկսել եք գեշ օգտագործել, պրոստը էսի են բաներն է, որ ես պարտավոր եմ ձեզ ասել։ Ես մասում, հա? Դուք պետք է իմանաք ինչ է նշանակում on-init-ից implement-ը։ Ոչ թե ասեմ, տղեկ, ձևը սենց է գրեք implement on-init, հետո իմանաք մի օր։ Չէ, տղեկ, դուք պետք է իմանաք, որ գրում եք implement on-init-ը ինչ է նշանակում։ Հա? Հավի դու գիտես թե որ դու կարաս քո սեփական implement-ը սարքես։ Հավի նայ Գուրգեն ջան, եթե ես ուզում եմ ստիպեմ, որ բոլորը միշտ implement-ը լինեն եւ on-init-ից եւ on-destroy-ից, որ հատած չգրես implement on-init on-destroy, գիտես ինչ կանեմ։ Կգամ այս base-ի մեջ, delete row-ի ու add row-ի տեղը կգրեմ ng on-init, հա, ոչ մի պարամետրը չի սպասում։ Ու on-destroy։ Պատկերացրու, չէ՞, Վալեր ջան, այսինքն տես ես սրանով հանդերձ արդեն ստիպեցի, դու իտոգում մի հատիկ սթից ինտերֆեյսի implement եղար, իմի ստիպած ես եղբայր, ես երկու մեթոդներն է ունենաս, այստես արդեն տակը կարմերից, ես սրանք հեչ, ասպամ եղբայր, ասպա error կա, ասպամ implement արա դրանց, սարքեց, ես սրա մեջինները ջնջում ենք, ID-ն ջնջում ենք, վсё, ասպա աղբեր, ես երկուսը պարտադիր պետք է ունենաս, ասպա թե ինչ կանես, այդ ինձի հետաքրքիր չի, պարզա տղեկ միտքը, okay, բայց, սա դեռ ամենը չէ այս պատմության մեջ, հա, բա գիտեք ինչ դա, չէ, նայեք տղեկ, մի հատ ուրիշ հասկացողություն կա implement-ից բաց, implement-ը ինչի համար է, ուղղակի կոմպոնենտը implement ենք անում, ինչ-որ ինտերֆեյսից ստիպելու համար, որ յուրաքանչյուր ով որ կպնում այդ implement-ած ինտերֆեյսին, սենց ասած, պարտավոր ունենա հետևյալը այս մեթոդները կամ պարամետրերը դիք, Վալեր ջան, երբեմն պետք է լինում ժառանգել ինտերֆեյսից, օրինակ, ինտերֆեյսը ինտերֆեյսից պետք է ժառանգի, սարքվեմ ենթադրենք Գուրգեն ջան, user get interface get ts, տեղ ջան, իմ պատկերացմամբ, export interface user interface գրում եմ, որ յուրաքանչյուր իրան հարգող user պետք է ունենա name, string, email, string, չէ, հեսա կասեմ, age, number, բայց տղեկ, արի ուտես, որ պրոյեկտում Վալեր ջան կա եվս մեկ բոբո ջաջա, որը որ կոչվում է user, այլ կոչվում է person interface, լավ, person չէ, կամ չգիտեմ, օրինակի համար student, հա, ուսանող տղեկ, դիք ջան, պետք է եթասուրեմ ես սարքես նոր ֆայլ, անունը դնես student, get interface, Վալեր ջան, get ts, Համին այ, մորացեք էլ են user-ի մասում, մորացել ենք, okay, export interface, Վալեր ջան, ուրեմն այսպես student-ն էլ, նույն բաները ինչ-որ են անտել,
Այսինքն ունի name string, email string, age գրել է ընդ age-ը number ոչ մի հատ էլ ունի Գուրգեն ջան ինքը նաև դասարան օրինակ class number հա օրինակ երկրորդ երրորդ դասարանը ինչ ունի դասղեկի անուն օրինակ երբ դասղեկ string հա եւ այլն Գուրգեն ջան այս մասը կրկնվեց Տիկ ջան Վալեր ջան եթե այս մասը կրկնվեց ուրեմն բան պետք է արվի Գիտենք որ մենք ունենք user այսինքն sense ենք նայում մենք հարցին որ յուրաքանչյուր user պետք է ունենա այս երեք հատ այդ դեպքում ոչ այսքան ոչ այնքան գալիս ենք student interface Գերում ենք export արա interface student interface-ը որը իր հերթին ժառանգում է Վալեր ջան extend ժառանգում է user interface-ից Ինչն է լավ որ հետագայում տղեկ ջան user interface-ում եթե դու բան ավելացնես Գուրգեն ջան հա բոլորի համար ավելանալու հա լավ չի Վալեր ջան միտեղ այս ռանգամ ջնջը բրադան Չէ, լավ չի։ ինչի Որտեղ դու ունես կարած բան ավելցնես, որ ստուդենտին պետք չէ եթե user հասկացողություն ունի դրանից որ ես ավելացրել եմ պրոյեկտի մակարդակով Գուրգեն ջան այդ նշանակում է որ կարող է այս բանը ինչ-որտեղ ցույց չես տալի բայց մեկը ինքն էլ ունի դրանից հա ինտերֆեյսը ոչ թե պետք է մենակ գրես այն բաները որոնք օգտագործում ես այլ որոնք որ ինքը պոտենցիալ ունի Բարձր է այս բանը գաղափարը այսինքն նայ դու օբյեկտ ունես Գուրգեն ջան որ գիտես 100% կոպիտ եմ ասում ունի այդ նույնը ոնց որ տանես դիպլոմները չպրտես կոպիտ ասած ասես դե մեկը պետք չի գա ինչ գիտես Հա, այսինքն այն ինֆորմացիան, որը որ դու ունես, Գուրգեն ջան, դու ինտերֆեյսում պետք է սիրուն նկարագրես։ Դու կարող ես եղածից օգտագործես 4 հատ։ Նայ։ Դու user interface-ը չի եկա քեյնը։ Այո։ Իրա բանները։ Նույն որ դու դա user-ի մեջ ավելցնես principi նա բան, որը պետք չի գալու։ Պետք չի գալու ինչ իմաստով։ Եթե պետք չի գալու, եթե չի համապատասխանում Okay, ուրեմն դասանի բան ուրեմն դու սխալ տեղ ես ավելացնում արդյունք։ Ուրեմն դու դա user interface-ում չպետք է ավելացնես։ Չի կարա user interface-ում ավելանա մի բան, Գուրգեն ջան, որը որ կարա չհամապատասխանի որոշ բաներին։ Հա, այսինքն դες այն ամենակարևոր գաղափարն է։ Ասինա խոսք, կարելի հասկացան, երկու հատ տարբեր փոփոխականներ ունի 4 հատ քերը նույնն է, ոչ ու երկուսը Բացի copy paste էֆեկտը տվեք, ստեղ նաև այն էֆեկտն է, որ ինչը ավելացնում է մի ինտերֆեյսում, ով որ իրանից ժառանգած եղավ, սա ունենալու են էսի։ Հա? Որ ստեղ ավելցնես օրինակ վարչի չա, պրինցիպի տես սաղի համար ունենալու է դրանից։ Ինգետալու է դպրոցի երևն ու Ինտերֆեյսի մակարդակով հա։ Այսինքն Գուրգեն ջան, նայ, եթե դու այդ ինտերֆեյսը միտեղ գրես, օրինակ student interface, որին կանչես get այդ օբյեկտի, ինչ որ մի բան, որը որ user-ում կա, ինքը ճանաչելու։ Վալեր ջան, ինտերֆեյսի խնդիր, այսինքն դու էլ չես ունենում։ Այսինքն կոպիտ եմ ասում, միտիկ, եկա պրոյեկտ է սարքած, sense բացատրում։ Վալեր ջան, հսկայական պրոյեկտ կա սարքած, user-ը որոշել է 3 հատ բան պետք է ունենար, մեկը մի հատ կացին մի օր որոշվում է, գալիս ասում է երբ user interface-ում պետք է ավելանա նաև 4-րդ պարամետրը, կամ չգիտեմ, user-ի հասկացողության համար պետք է ավելանա 4-րդ պարամետրը, որը որ կլինի խոսքի չգիտեմ, passport number, passport, Այսինքն խոսքեցի, գրում եք ցույցինը Սաղ տեղերը, օտի դու։ Նույնն է բեքն անում։ Բեքը, որ էսի ավելցրեց իր այն հիմնական մոդելում, տղեկ, սաղ տեղերը այդ դատան գալու է։ Հա, տղեկ, ամեն ինչը գնում է կենտրոնացումից։ Հա, այսինքն նենց ենք անում, որ կենտրոնացած լինի, մեկը մյուսից ժառանգած լինի։ Շղթա կազմեն իրար հետ։ Եթե դու այդ շղթան չես կազմում ու կոպիտ ասած պզդիկից մեծից պզդիկ չես գնում։ Այդ կապը դու չես պահում, այդ սիրուն գեղեցիկ ստրուկտուրան դու չես դնում, տղեկ, պալեբամում մի օր մի պահի հարցի առաջ եք կանգնում։ Այսինքն նայ, հերիք չհա Վալերը, էսի user interface-ը չսարքեց, ասեց հալավ դե 3 հատիկ field-ի համար հո չեմ դնելու սարքել։ Վալերը դրա պատճառով հետո ֆռալու ասախ պրոյեկտով մեկ տղեկ ջան, սաղ ինտերֆեյսների մեջ ավելացնի passport string։ Հա? Պարզ է Վալեր ջան այս մասը։
Զուտ այդ քո հալարելու խաթր։ Ու Այստեղ մի հատ էլ բան կա, տղեկ ջան, կարամ ես ասենց հա իրարից ժառանգեմ, Գուրգեն ջան։ Այսինքն, user-ը կարա ժառանգի ստուդենտից։ Կներեք, ստուդենտը կարա ժառանգի user-ից։ Ինչ որ մեկը կարա ժառանգի ստուդենտից, ավելացնի իրանը։ Ու տենց անվերջ։ Հա? Նույնը կլասների ժառանգում։ Բանի պահը էլի։ Եթե համապատասխանում են նույն բանի։ Իհարկե, եթե նույն գաղափարի շուրջ է։ Հա, եթե քո ասած ես որքան։ Դնեք, կոպիտ ասած, եթե ուսանող ես պալիբոմու մարդ ես։ Հիմինայի։ Չէ, դրա համար եմ։ Այնօրը որ հիշում ես, որ սկզբից ես մի քանի ինտերֆեյսի մեջ Ահա։ Պապքի մեջ մի քանի ինտերֆեյսի սարքա։ Ու տարբեր անուններով է։ Ահա։ Ու որ դու գրում ես անուն, դիմերակ ինտերֆեյսի անունը, չէ՞ գրում։ Պապն դրա հետ կապ չունի։ Вообще ես այնց եմ անում, որ ֆայլի անունը միշտ համապատասխանի իմ ինտերֆեյսի անունին։ Հա։ Որ սրատագում ունենայր այդ ուրիշ բան։ Չեմ ունենա ես այդպես բան։ Չէ՞ թողում ասել ինչ է դա։ Որ ունենա։ Okay։ Որ ունենա երկրորդը։ Ինքը անուններով չէ՞ դու ժառանգում։ Հայ հարկի, բայց անունը կա։ Չես պապկա կամ ինչ-որ բան չի ժառանգում։ Էսա Գուրգեն։ Հա, էսա միակ քո կոպիտ ասած կապը հաստատող անունն է, էլի, հա։ Տղեկ ջան, նույն ձևի, կարելի է ժառանգել կոմպոնենտը կոմպոնենտից, բայց Վալեր ջան, ինչ է նշանակում ժառանգել կոմպոնենտը կոմպոնենտից։ Հիմա նայ ունես կոմպոնենտ user, չէ՞։ Ես կարամ ունենամ component student։ Ամենը մի մեջ էլի։ Ժառանգելու բանը խոսքի չենք դրա, երբ մի հատ կոմպոնենտի մեջ ու այդքան use կոմպոնենտի անունը։ Okay, կալաս։ Նայ, գրում ես user component, Գուրգեն ջան։ Կամ ախպեր, դա Վալեր ջան, լսում ես, չեմ ես։ Տղեկ, եկեք մի հատ ավելի բարդ process բացատրեմ։ Ավելի բարդ չի, նույն բանի շուրջ եմ տղեկ խոսում իտող։ Ու պրոստը մի հատ ասում եմ ոնց է նույնը կոմպոնենտի համար, նույնը ասում եմ ոնց է ինտերֆեյսի համար։ Ամին այ, ճիշտ ես ասում, բայց եկեք կոմպոնենտների մեջ տղեկ ջան, հա, մի հատ սարքեմ ng generate component main components main, հա։ Սրանց տնային չեմ տալու տղեկ, եսի ուզում եմ ձեր գաղափարապես բանը մեծացնեմ, այսինքն ձեր պաշարը, գաղափարային պաշարը մեծացնեմ, որ պատկերացումները մեծանալ, components main, նայեք, ունեմ կոմպոնենտներ, չէ տղեկ, main, ուրեմն նայեք, հիշում ենք, չէ ոնց էի գրել implement, implement-ը ինչ էի գրել, Վալեր ջան, որ բոլորը ստիպված այդ մեթոդներից պարտադիր ունենան, բայց Գուրգեն ջան, այդ օրը implement-ները գրում եմ, քնում եմ, պարկում եմ, արա գիշերը անհանգիստ վռռում եմ, հետո հիշում եմ, ասում եմ, չէ ախպեր, քել երկու հատ բան կա, որ լուչետի դու քո ձեռով գրի սարքի, թո տղեկը մենակ օգտագործի։ Այսինքն փաստորեն Գուրգեն ջան, ես մտածել եմ, որ մի հատ հիմնական կոմպոնենտ ունենամ, որը որ պարտադիր կունենա, Գուրգեն ջան, արդեն պատրաստի մեթոդներ, որոնցից են օրինակ կոնստրուկտոր, լավ, կոնստրուկտորը հենց ձեր չեմ տա, որոնցից են օրինակ տղեկ ջան, create ինչ-որ, հա, ID number, void ֆունկցիա, alert create, հա, ոչ մի ավելորդ create plus ID, հա տղեկ, սենց, ավելորդ բաներ չեմ գրում տղեկ մեջ, create, մեկը Գուրգեն ջան, մի հատ delete գրենք, delete-նել է, չէ Վալեր ջան, ID-ով ելնելու, ID number, void ալնելու, կամ boolean, խոսքի, вообще էական չի, Վալեր ջան, բայց եթե ուշադիր լինես, սա implement-ից տարբերվում է նրանով, որ ես այստեղ կոդ եմ գրում, ես այստեղ չի, պրոստը տակ ինչ-որ մեթոդի անուն եմ գրել, քաշվել եմ գրաղա, չէ, ես պարյամը կոմպոնենտ է, այսինքն ինքը իրանով, Վալեր ջան, լրիվ աշխատող բան է, delete,
Ալերտ եմ անում ջնջել plus ID okay Դեք ջան ունեմ user component HTML user component որը որ implement-ա եղած ինչ-որ basic component interface-ից թող մնա extends main component լավ, okay, լավ Պարտադիր հիշում եք սուպերի մասին դեք Սուպերը կան չէ Սուպերը կան չէ Երեք կարող Դեք ջան սուպերը նրա համար էր որ ծնողի կոնստրուկտորը ժառանգեր Բայց այնց ստացվում որ իմ ծնողի կոնստրուկտորը Որ չունի սուպեր գրում են փոփոխականների դերելու կարիք Այն ինչ որ ունի քո բանը կոնստրուկտորը ունի մնացած վերում ավտոմատ Վալեր ջան ունեմ հիմնական կոմպոնենտ որը որ ունի իր մեջ արդեն պատրաստի create եւ delete մեթոդներ Տղեկ անենց եմ որոշել որ բոլորը պետքա ունենան սրանից Հա Ուրեմն ես իմ user-ը ժառանգել է արդեն main-ից չէ Տղեկ գրած աստեղ delete կամ բան մեթոդ չկա չէ գրած բայց նայեք ջան գալիս եմ user component HTML ասում եմ button սարքի մի հատ add հա խոսքի կներեք քլիքի ժամանակ Հավասար է add անեմ ու ինչ որ թիվ է չէ սպասում add Նատեկար delete-ով Չէ Զարմացած մի նայեք տղեկ main component-ի մեջ եմ գրել create ու delete Բայց ինտերնետը չէ սխալ եմ գրել create ու delete չէ Կարող ես delete բառի վրա Եկեք delete բառը փոխեմ, ես delete-ը դեմ ինչ կեղտոտ բառ է, չէ Delete item թողել Կարող է շփոթի ուրիշ բանի հետ էլի Դուս ինձ մնա, հա Ես էլ delete Վալեր ջան, չունեմ ախր ես user component-ում, այդպես մեթոդներ եղբայր, բացարձակապես չկա դες բան Բայց ես ժառանգել եմ main component-ից, ով որ ուներ, տղեկ Ու քանի որ ես ժառանգել եմ main component-ից, ես Վալեր ջան, ուղիղ հասանելիություն եմ ստացել այս մեթոդներին նույնպես Դրա համար ես կարող եմ իմ user component HTML-ում կանչեմ create եւ delete մեթոդները Okay Հաստատ պարզ է Վալեր ջան Add-ը create 9 Թող վարես ինչ Արա այս տակը 9 ես ասում ինչ արա Ուր էր Add-ը ասում եմ create 9 delete-ը ասում եմ delete ջնջել 10 Հա Տղեկ ջան, այսինքն որպես այդպեսին ես այս լոգիկան ջնջելու, կոպիտ ասած ավելացնելու լոգիկան կարամ գրեմ մենակ տիկ ջան աստեղից Դու հերիքա սաղ քո կոմպոնենտներից ուղղակի գաս extend-ալն ես, պրծան ես, ոչ մի բան չգրես Հենց կոպիտ ասած կարաս միտեղ գրես ինգլիսներ Բայց ընդեղ ուրիշ բան Էլի ID-ով բանով ամինչև ինդեքսով գրել է Այդ ոսոր ժառանգի ինչ-որ բանի ինչ-որ կոմպոնենտի Էլի բերես կանչես պրոսը տաս ինքերելի աշխատ Նախնորից Այդ կոմպոնենտի մեջ ուներ ջնջելու ֆունկցիա Okay Ինչ-որ ID-ով ինչ-որ բանով ջնջում Այդ կողքի բանի մեջն էլ ապրել Ուրիշ կոմպոնենտներ Հասկացա դա ինչ ասես Բայց այնտեղ տարբերություն չկա դրանց Դու իրավունք չունես կամայական կոմպոնենտի ժառանգից Դու այդ կոմպոնենտը պետք է նախատեսած լինես հատուկ ժառանգելու համար ու մեջ ավել պակաս բաներ չգրես Հա, չէ, ոնց էր այն իմպլեմենտը Հա, դες ես հետ եմ ասում, ես նախորդ դնում մտածում եմ ինչ կարա լինի, որ բոլորի համար նույնը լինի Գերում եմ, ելում եմ առավոտը համ իմպլեմենտը տեմ սարքում
համ Վալեր ջան main component-ը տեմ սարքում, որ դու գործանելուց հանկարծ չշերվես ճանապարհից։ Okay։ Այսինքն գիտենք ոնց կարելի է ինտերֆեյսի ժառանգել։ Որ խուսափեք նախ կոդի կրկն։ Տղեկ, լյուբոյ ժառանգման ժամանակ դուք լուծում եք երկու խնդիր։ Խուսափում եք կոդի կրկնությունից, առաջի հերթին։ Երկրորդ դեպքում տղեկ, ամենակարևորը, խուսափում ենք մենք բանից, այն պահից, որ օրինակի համար ինչ-որ մի կացին որոշում էր բան ավելացներ ամենակարևոր, ամենագլխավոր ինտերֆեյսի մեջ, ոնգլում ենք հարցի մեջ տղեկ։ Եթե չէինք պահում Գուրգեն ջան, այն գաղափարը, որ պետք է ունենանք մի հատ ընդհանուր գաղափար, բոլորը դրանից ժառանգելով գա։ Կոպիտ եմ ասում տղեկ, ներշի մարդկության վրա հիմա մենք ժառանգելով եկել ենք տղեկ։ Հա, այսինքն մարդկությունը ժառանգելով գալիս է տղեկ, այսինքն այդ ժառանգականություն հասկացողությունը որ չլներ, մարդկությունը այս աստիճանին երբեք չէր հասնի։ Որտեվ պատկերացրու ամեն անգամ մարդը ծնվում է նորից պետք է հասկանա ոնց քրակ վարի, ոնց պետք է հարցանի, ոնց պետք է որս անի։ Հա, պատկերացնես չէ, եթե դու այդ գիտելիքը չժառանգեիր տիկ։ Հա, նույնը պատկերացրեք ծրագրավորմանն է։ Եթե դու user-ը չսարքես, չժառանգես այն մյուսը, տղեկ ամեն անգամ ամեն մի հատ ինտերֆեյս գալու է 0-ից 9 սարքի։ Նույնը սերվիսների մասով Գուրգեն ջան։ Այսինքն եթե դու սարքելու ես մի հատ սերվիս եղբայր, որտեղ որ ամեն անգամ 0-ից սարքելու ես սաղի լոգիկաները։ Հա, կարող է find եսի ինչ ունես, եսի մի քանի հատ այդպես բան կա, ախպեր սաղ նույնը ունեն։ Ինչի ամեն անգամ այդ նույն ֆունկցիան տանես նույն ձևի օգտագործես։ Ժառանգի մի սերվիսը մյուս սերվիսից։ Հա, կամ հիմի ունես մի հատ էլի կոմպոնենտի պես չի, լիքը բաներ կա։ Էլի պետք է հաշվես անես, սա ռաշոտ է Գուրգեն ջան։ Պետք է էլի նախագծես։ Դարձ սերվիսը մեջը այդ մենակ մած ֆունկցիա, այդ քեզի սարի պետքականները։ Երկու հատիկ կարելի։ Option տանող ֆունկցիանի, էդի սարին տաս։ Այո։ Որ սարը դրանից ժառանգի։ Այսինքն դու հերիքա տղեկ ջան, պահեք այն գաղափարը, որ մաքուր պահեք սերվիս։ Այսինքն Գուրգեն ջան, դու գրին այն սերվիս, եթե ուզում ես ժառանգելով գնաս, որ բոլորին է պետք։ Հա? Այսինքն դա մինչև բոլորին պետք չունի, իմաստ չունի դրանից ժառանգել։ Դե հիմա բանի պահ։ Այդ որ տանում ինֆորմացիան բանես ինչ-որ զանգված մեջ ու բանաս։ Այդ որ զանգված։ Այդտեղ ինտերֆեյսի խնդիր ուներ, չես կա։ Անես բան սարքես, որ բոլորի համար ծառայ։ Չէ, ինտերֆեյսի բանը չէ։ Մի քանի կոմպոնենտի համար էդի օպշի է։ Հա։ Մի ինտերֆեյսը որ թողնում սերվիսի մասն է խոսում։ Այդ սերվիսի զանգվածը կա, այդ սերվիսը որ պահես մեջ օպշի 3 կոմպոնենտի համար զանգված։ Էդի կարա ժառանգի։ Այդ get մեթոդը։ Չէ, մի 3 կոմպոնենտի ու մի քանի կոմպոնենտի համար այդ սերվիսի մեջի պահած զանգվածը օպշի է։ Այդ հիմա get մեթոդը, մեր կողմ մեթոդը ունես, որ կարող է պետք է։ Okay։ Հնարավոր է, չէ՞։ Այդ մի զանգվածը մնացածի համար ժառանգի։ Ապշե զանգվածի համար ժառանգում չեն գերում, բայց կարա սա։ Ալչատ մեթոդների համար նախադես։ Այն բանն եմ ասում, որ այնտեղ որ դու չես ուզում բանի մեջ կոմպոնենտի մեջ պահես բանը, ինֆորմացիա, ուզում ես սերվիսի մեջ պահես ու պրովիտերի որ անունը չկարնա փոխվի, անունը չկարնա։ Կարաս, իհարկե։ Ես զուտ դրա համար։ Ես կարամ մի հատ այդպես հիմնական սերվիս սարքեմ, տամ ձեզի խոսք։ Հա, Դուք դրանից ժառանգեք գնաք առաջ։ Հա? Հա։ Տղեկ։ Իմ ամենասիրած պահն է եկել։ Հաջորդ դասից սկսած, հա? Աբես, բայց սենց ալնելու, որ սկսելու եք տունը հավաքել, հա? Տնային աշխատանքը Այստեղ ես էլ ոնց որ հավաքելով պետք է զուգահեռ բոլորս գամ։ Հայս։ Ես ամեն դասին հավաքել եմ կոպիտ ասած մենակ ես, էլ ունես չի լելու որ մի հատ փուճուր տնային տամ ուրիշ տեղից, մի հատ փուճուր տնային տամ ուրիշ բան, էս պետք է հավաքվի, այն պետք է հավաքվի, չէ։ Սաղ էսի պետք է հավաքենք ու ամեն հավաքելու ընթացքում ես մի հատ թազա թեմա բացատրում։ Okay, որտեղ օրինակի համար այնտեղ լիքը թեմաներ ունենք, որ ես պետք է կոնկրետ օրինակի խնդրի վրա ցույց տամ, որ մի անգամից ջոգեք ինչ եմ ասում։ Հիմի խոսքի գալու եմ հասնեմ մի տեղ, Գուրգեն ջան,
ասեմ ախպերեսի ես չեմ կարողանալու սարքել։ Ասես խի, ասեմ որտեվ այս-ի չգիտեմ։ Մի անգամից Վալեր ջան, ես այդ թեման բացատրեմ, դու 10 րոպե ես այդ ինչի մարա вообще պետք։ Դե չէ տղեկ, կանես ինձ ես փորձեմ տնայիններ հորինեմ, բան անընդհատ կրկնվելու են, հա։ Իսկ եսի արդեն ժիվոյի կայքա, ժիվոյի խնդիրներ։ Վայրես բարբարոսը կիսատ պրոցակը շաբաթօրը ցույց է տանում։ Այո, բնականաբար գալու ենք հերթով։ Օրինակ, որ չափ չկա։ կա։ Չէ, տունը հավաքում եք, գալիս եք ստեղ ինչ-որ բան շարունակում եք, օքեյ։ Ու տենց անվերջ։ Տղեկ ջան, հավաքում ենք առաջի հերթին header հատվածը, Վերև հավաքի գրանքուց չէ։ header-ը շատ փոքր է։ Փոքր չի, դժվար է ասել։ Մերսի պետք չի ելում։ Կոնեսի դադից բիզը բան։ Լավ, տղեկ, եկեք ուրեմն այս վերևյա մասը հավաքեք, բայց եթե հասցնում եք իջեք ներքև։ Այս սլայդը չէ, մի հատ նկարդրեք։ Ստիկ ջան, կարան կանեք հաստատ, անցել եք։ Պրոստը թողիկ իրար հետ կանենք։ Կարամ լիպ կպցնեմ։ Կարամ սետ ինտերվալ դնեմ, ինտերվալում եք ինդեքսը փոխել։ Հա, չէ, բայց դիք չենք կրա բանանել, գալ չէ, այդ սլակին որ պահում ես այդ բանի վրեն, սլայդի վրեն չէ։ Հա, այդ կնոպիկը որ կա։ Դիվա, absoluta։ Այո։ Դիվա absoluta։ Այդտեղ կայնագա։ Հենց ծխում ես իրա վրեն, նկարը այդ բանը փոխվում է նկարը։ Ու այդ կենկետը գալիս է աչ կոնցա, կախված որից։ Հա, էդի հետ։ Այդ կետ էս կեն հա։ Հա։ Մոտավորապես հա, բառացի ասելը հեշտ է, պրոստը Շատ լավ ալն տղեկ սենց որ հերթով էթում ենք։ Սլացիկ սաղ թեմաները անցնելով էթում ենք, վերջում դուք եք ջրվում, ոնց էլա, որ ամեն ինչը իմաց։ Ամեն ինչ թե կարակ հավաքեք։ Տղեկ, էլը տենց ինչը որ ինչ կտոր որ կա, որ ասել եմ, սրանք խոսքը սրանց մասին չի վերաբերում, որ ասեմ սրանք հավաքեք, չէ։ Այս ամեն ինչը տեսքը ստացեք։ Հետո արդեն կամաց ստիկ ջան, օրինակ մի օր կգամ կասեմ տղեկ, ես ենք հավաքում։ Սկսենք հավաքելը, քլիկը կբացատրեմ ոնց անենք, որ այս կտորը աշխատի, չէ։ Չլիքի ժամանակ թող սարքվի մի հատ դիվ, մեջ լինի SSS բաները, որը վերցրած աստեից, այդ դրան է absolute լինի, որ կա։ SSS-ի առումով հա, ես ավելի շատ անգլիացի տեսանկյունից եմ ասում, էլի։ Պրինցիպի absolute չլինի, որ կա կասկի ինձ։ Հա, SSS-ային տեսանկյունից է։ Տղեկ, ինձ թվում ամենալավ տարբերակը էսա, նախորդ խմբի հետ էլ եմ ես ես պրինցիպով գնացել, այսինքն հենց կայքի վրա ենք արել, հենց Wildberries-ի, որտեղ Wildberries-ը բավականին մեծ ֆունկցիոնալություն ունի, էլի կրկնելու համար։ Բասկետի սերվիսն ենք գրելու, այս կարզինը հավաքելու սերվիսն ենք գրելու իրար հետ։ Ահագին աշխատանք ունենք անելու։ Պոլ նեոտիդո սարքել ենք վերջում, դե բացի, չէ, ընենց որ իրական չի լինելու բանը։ Բնականաբար վաճառք պետք է իրական չի լինելու, պրոստը պահելու ենք local storage-ում Facebook-ի։ Okay։ Հա, ամուզի։ Չեմ թեվում։ Այո։ Դե կոմպոնենտներով ակուրատի։ Բայց մի հատ հարց։ Այդ հարցը մինայ, էսի վերևինը նավբար կոմպոնենտն է։ Ահա։ Մեզ կա նավբար կոմպոնենտի մեջ ունենամ ուրիշ կոմպոնենտ։ Այո, օրինակ կարաս ունենաս այս մասը, կարաս ունենաս այս մասը, կարաս ունենաս այս մասը, այո, տարբեր կոմպոնենտներ։ Որտեղ իտոգում տղեկ ջան, եթե անկես խոսանք, սրճի կտորը այս կողքի 3 կնոպկի հետ вообще կապ չունի։ Տղեկ եւավ դիվերի էիք բաժանում։ Հəbի կոմպոնենտների բաժան եք ախ։ Չեմ ասում ամեն սթից կնոպկի համար տարեք կոմպոնենտ սարքեք։ Կոպիտ ասած, նավբարը Էսի մի հատ ուրիշ կոմպոնենտ է։ Էսի մի հատ ուրիշ կոմպոնենտ է։ Էսի ուրիշ։
իրեք հիմա առանձին կոմպոնենտ սարքին։ Մտածեք ոնց բաժանեք։ Օրինակ սենց ասեմ ձեզի, Վալեր ջան, նայ, իմ տեսանկյունից տղեկ այս վերևի կտորը դերում եք, այս վերևի գիծը։ Էսի ուրիշ կոմպոնենտ է։ Այսինքն մի հատ Դու մեզի մի բաներ այլ իշք մի քեթում քո ասել Այս օպշնից հա ուզես առանց կոմպոնենտ պրոստես Կարաս, բայց այդպես փնթի արի։ Պրոստը փնթի բան ասել։ Տեսեք, հավաքեք, տղեկ, հետո եթե չկարողանաք ինչ-որ խնդիրներ լինի, իրար կհավաքեք։ Ես այդ կոմպոնենտի մոմենտ Դե նա եւ ավ դիվերի այս բաժանը մի էջի մեջ ա եղել սա։ Մի ես չեմ ուզում սա մի էջի վրա։